Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր սեպտեմբերի 4-ն է եւ ձեզ հետ նորից ժամը 22:00-ին եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները այստեղ են, զբաղեցրել են իրենց պատվավոր տեղը։ Մենք ներս հրավիրենք այսօրվա մեր օրվա հերոսներին։ Պարոն Աբազյան, Անդո, Մալչիկ Պայմենի Սասուն, Վահե Ղազարյանը ոստիկանապետի հետ միասին, Աննա Վարդապետյան ամենաագրագետ գլխավոր դատախազը երբևիցե մեր պատմության մեջ եւ իհարկե Արգիշ Քյարամյան, Գիրեմը Բախո, Ռուզիկ եւ Քրիստիկ։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի, Ղափանում գտնվող 37564 սորամասի հրամանատար, կորպուսի հրամանատար Բագրատ Մելիքյան, նույն ինքը Բորո։ Так. Սարգսյան Գուրգեն Բորիկի, են ավտոգազի բոզի տղեն։ Արգիշտ Քյարամյանը մեզ հետ է։ Ցանկանում եմ առանձնակի այս եթեր տաղավար հրավիրեմ Միացյալ Նահանգներում բնակվող 18-ից 42 տարեկան մեր տղաներին եւ աղջիկներին։ Дальше. Գազպրոմ Տիգրան Կարապետյան, Արարատ Գևորգյան, Ռաֆայել Հարությունյան, անցեք ներս, չաթլախներ։ Գազպրոմի ֆոնի վրա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Գասպադին Կապիրկին, посол Российской Федерации в Республике Армения, заходайте. Տրեցո հացատուն full-time սրճարան, Գյումրի, սեփականատեր Գառնիկ Գրիգորյան։ Սուրեն Պետրոսյան, Բագրատի կողը քայլող տխրահարճակ անձնավորություն։ Նիկոլ Փաշինյան, բոզի տղեն իա թայֆով։ Հապ անվտանգային համակարգ սեփականատեր Ջոմարձյան, կարմիր բերետավոր խեռ։ Խաչատուր Սուքյասյան, գրզո, անցիգանդոն։ Հայաստանի էլեկտրոցանցեր Կարեն Դարփինյան, զսպեմ ինձ մի կերպ։ Հայաստանի Հանրապետության բուժ աշխատակիցներ, գինեկոլոգնի, մանկաբարձնի, առավելագույնը նաև բաժնի վարիչներ, գինեկոլոգիայի գծով։ Անցեք։ Ասեցի Սուրեն Պապիկյան, 4-րդ կորպուսի հրամանատար Բադալյան Սասուն, Հայկ Մարության, կլոուն բոզի տղա, Երևանի քաղաքապետարան Սիսի բոզի տղա եւ իհարկե արդարադատության նախարար Գիգիշ բոզի տղա, Ռոբիկ եւ Սերժիկ պարտադիր մտեք ներս, այդ թվում Վազգենի քուր, անցեք նստեք տեղավորվեք։ Սկսենք բողոքներից։ Նախ ասեմ, որ լավ, էդի հետ ասեմ։ Բողոքներից։ Բողոք, так բողոք։ Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Բողոք։ Եկեք զանգահարենք, մենք ենք զանգահարում։
Չլավ սա։ Battery 90%. Ալո, Ֆուտայն Փարեզս։ Ալո, բարև ձեզ։ Food time սրճարան։ Ֆուտայն սննդի կետ է։ Ահ, սննդի գետ է։ Կրնակ ասել, ձեր սննդի գետը քանիսից քանիսը կաշխատե։ Մենք 11-ին արդեն փակվում ենք, 10-ից 11-ը։ 10-ից 11-ը, իսկ քանիսին կբացվե։ 10-ին։ Առավոտյան 10-ին կբացվե Այո։ եւ ժամը երեկոյան 22:00-ին էլ փակվե գը։ 23:00։ 23:00 փակվե գը։ Ասացեք խնդրեմ, գառնիգը ըտեղ է։ Չէ, այստեղ չի։ Գառնիգը այդտեղ չի։ Ում հետ կխոսենք։ Օպերատորի հետ։ Օպերատոր մենեջերը տեղում է։ Այո։ Կրնակ մենեջերին կանչեք հեռախոսի մոդը։ Ես ձեր հեռախոսահամարը կփոխանցեմ, ինքը ձեզ կզանգահարի, լավ։ Ինքնձիկ պետք չէ որ զանգարե, ես կուզեմ դոր հետ երկու բառն փոխանակիմ, հարց ունենք։ Հա, պրոստը հիմի ես ինքը իմ կողքը չէ, նրա համար եմ։ Ձեր կողքը չէ։ Դուք լավ, ձեր կողքը չէ, իսկ մի ադամ էլ հարց տամ, իսկ այն մյուն հեռախոսը համարը 64 99 99, էդիկել դուք կվեգալեք։ Հա, ես 3 հեռախոսը համարներին ես եմ պատասխանում։ Ահա։ Բայց ես կարող եմ փոխանցեմ ինքը մեկ վարյան պրոստը զանգում էի, ես ինչն եմ ներքև փոխանցել մենեջերին։ Մենք սպասենք գծի մեջ, հեռախոսը տվեք գդոր։ Նա, բարի։ Ալո, բարև ձեզիկ։ Ալո։ Բարև ձեզիկ։ Ձեզ ինչ դիմենք։ Ձեր անուն ինչպես է։ Աննա Հերմին է։ Անունը Հերմին է։ Հերմին ջան, նորից բարև ձեզիկ։ Ասիկ Վարդան Ղուգասյանն է։ Բայց Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուգասյանը չէ։ Ասացեք խնդրեմ, Էդիկ լավ է որ հասկացաք։ Ասացեք խնդրեմ, պարոն Գառնիգը գործի եկել է, այդտեղ է, ձեր քովն է։ Ոչ։ Գիտեք ինչ է հարցը։ Ուրեմն մենք ձեր մոդից ահազանգ ենք ստացել օրա, որ ձեր մոտ ժողովուրդը կաշխատեն 10 ժամ եւ ավել։ Նու ձեր օպերատորը հաստատեց ժամը 10-ին բացվեք գը, ժամը 23:00 փակվիկ գը։ Այսինքն իդակ, երևում է որ 11 ժամ է, հələ մինչև այդ պիտի մի ժամը շուտ գաք, դրանից 2 ժամը ուշ պիտի գնաք։ Ըդիկ հասկացանք, որ կաշխատեք 13-14 ժամ։ Ասացեք խնդրեմ, ինչքան աշխատավարձ կստանան ձեր աշխատողները։ Այդեղ։ Ուրեմն Վարդան Ղուգասյան, ես մի բան կասեմ։ Եթե մեր աշխատակիցներին դες չտա այդ ժամանակի հատվածը, հատկապես ոչ մեկ չի աշխատի, մենք 21-րդ տարում ենք ապրում։ Էդի գիտեմ որ 21-րդ տարում է։ Իսկ ես աշխատավարձի որևիցե մեկի պատրաստանելու իրավունք։ Լավ, ես ասեմ, մի րոպե, Տիգին ջան, դուք այդքան բանասիկ։ Ասեք։ Խնդիր չեմ տեսնում։ Որը այս պայմաններում, այս կյանքում լիքը աշխատատեղեր է ստեղծել ու լիքը մարդիկ աշխատում են, իսկապես մեր մոտ ապրում ենք, գոյատևում ենք շնորհիվ մեր տնօրենի։ Ես դες իրոք եմ ասում, ես բաղուց աշխատողն եմ, դա 10 տարվա մենեջերն եմ ու շատ գոհ եմ, ինչի համար, որ մարդը ստեղծել է աշխատատեղեր, ոչ գողանում է, ոչ թալանում է, ոչ ինչ բաներով է զբաղվում, տալիս
ավելի քիչ ժամանակով չի աշխատում։ Բոլոր օբյեկտներն էլ աշխատում են 12-13 ժամ։ Լավ, ես համարենք Ժամանակ է եղել։ դե հիմա թույլ տվեք որ ահազանգի մասին ես ասեմ հա գովազդն ավարտվեց դուք ճիշտ կասեք որ աշխատատեղ է ապահով է մարդիկ աշխատեն գ բայց հիմա այստեղ հարցի խնդիրը գիտեք ինչու է կայանում նայած ինչ է աշխատեն երբ որ դու մարդուն կաշխատացնես 14 ժամ ադիք արդեն օրենքի խախտում է ըսիկ մեկ Այդ 13-12 ժամ որ կաշխատացնե դրա դիմաց կվճարե 3000 դրամ ադիգել հասկացանք բայց որ այդ 3000 դրամը վճարելով հանդերձ Ինչքան է Ինչքան է Ադիք դուք 10000 կստանաք են հասարակ աշխատողը ինչքան կստանա տիկին ջան Ադիք դուք եք 10000 ու դրան գումարած ամեն մի թերության համար ադիք ձեր տնորեն կոչվածը Գառնիկ Գրիգորյան մարդկանց փողից կպահե ու յուրահատուկ տնորեն ունենք չկա նման երևույթ բոլոր տեղերում կան օրենքներ կան Ես արդեն օրենքի խախտումը տենում եմ տիկին ջան Ես ձեր համար Նիկոլ Փաշինյանը չեմ մի րոպե ես Նիկոլ Փաշինյանը չեմ դուք էլ Նիկոլ Փաշինյանի գովկը չեք ելել եթե դուք Նիկոլ Փաշինյանը Տիկին դուք Ձեր տնօրենին սիրեք ինչքան կուզեք, բայց դուք իմ հետ եկեք պուլիմետ կալաշնիկով մի խաղացեք։ Ես արդեն արձանագրել եմ փաստորեն, որ 11 ժամ եւ ավել դուք աշխատում եք։ Ըսիկ օրենքի խախտում է։ Աշխատանքի ժամը 8 ժամ է, 8 ժամ։ Գառնիկ Գրիգորյանին փոխանցեք։ Երկու հերթով ենք աշխատում։ Ոնց եք բաժանը երկու հերթի։ Երկու հերթի ոնց եք։ Տիկին մի րոպե։ Երկու հերթի ոնց եք բաժանը։ Այ կնիկ մի րոպե, խոմ դու կիսուր չես։ Վայ։ Տա։ Ուրեմն Գառնիկ Գրիգորյան, ադիք լավ է որ մենեջերը քեզի սենց կպաշտպանե, բայց ես քեզ կծածնեմ Եթե եւս մի անգամ բողոք եկա, որ քո նման գանդոնը համերիք չի մարդկանց նախ սրա վերաբերալ հաղորդումը գնալու է գլխավոր դատախազություն քեզ ակարկա սա Շիրակի մարզի դատախազի խնդիրն է 11 ասում երկու հերթով կաշխատեն եթե 12 ժամ է երկու հերթով ինչ է կաշխատեն եթե աշխատանքի ժամանակահատվածը 8 ժամ է երկու հերթ այսինքն մի սմեն աշխատամա 8 ժամ երկրորդ սմեն աշխատամա 4-5 ժամ գլխավոր դատախազ իմ փոքրիկ նավակ երկելու փոխարեն քո ռեգիոնալ դատախազներին պիտի ցույցում տաս այս տուբոյներին որ կա աշխատանքի իրավունք Ստալինը ծծցնի քեզ Աշխատանք իրավունք բան որ դասակարգը պիտի աշխատի 8 ժամ Եթե աշխատում է 8 ժամից ավել այնտեղ հրամանով պետք է երևա արտա ժամյա վճարում կա թե չկա Շիրագիտ դադախազն ով է Շիրագի հարգայինը պեկը ով է պլուս դրան որ Գառնիկն արիթմը մանկուգա Իա բանվոր դասագարքին նկատողություն մեն է որ աշխատավարձից կդրե Չգիտեմ, խվարտուկը թարսեկապետ տուգանք 1000 դրամ, ամանım ասպես չի դրե, ընդման է դրե 2000 դրամ, ու ատեց կտրտելով մարդու աշխատավարձը, մարդկա օրա գնեմ, գործից տունա գնեմ կամ 500 դրամով, կամ 1000 դրամով, հիմա կասեք թո չաշխատեն, մարդիկ ստիված կաշխատեն, և մարդիկ վախենանգը, իրենց իրավունքները պաշտպանեն, որովհետև երկիրը երկիր չի, Ուրեմն Շիրակի դատախազ, գերությունն ես քեզ վաղն ուղարկելու եմ։ Չտա Աստված, հանկարծ ես ստացա ոչ բավարար պատասխան։ Ես Գառնիկ Գրիգորյանին կուղարկեմ քու քովը։ Պայմանավորվանք։ Որ հետո իարի շնեղանանք, ծանոթ բարեկամ չգցեք մեդան։ 1000 անգամ ասել եմ, բանվոր դասագարքի Բանվորա գյուղացիական դասակարգի հաց ուտողը պիտի ճնջուլ գողացողը գրզո բոզի տղա լսի էսա քեզ կանրադառնամ ես էդիկ ֆենոմենալ բոզի տղա է Անցնենք առաջ
տա գիտի որ տալեց տա ուրեմն վերջացավ մենք տակ մնացինք տաքսի ներկայացումն անա երևի մա մյուս բողոքը նորից բիզնեսներ եւ այլն Անդո Աբաս ձեր թեմանա գոյությունի հապ անվտանգային ֆիրմա հազար անգամ խոսել ենք դրա մասին որի սեփականատերն է Ջոմարձյանը Կարմիր բերետավոր խեռը հիմա այս օբյեկտնիկի տերերն ասում են պարոն Ղուկասյան մեզ պարտադրում են ստիպում են որ մենք դրանց հետ պայմանագիր կապենք եթե ոչ առաջանում է խնդիրներ մի հատ էլ խորացեք էլի վերջ անդո դու ուզում ես ես Ջոմարձյանին ղրգեմ կոմոդ են հաստ ոռով նստիքի դու բենիդ Ինչու՞մ է խնդիրը, որ դուք չեք խորանում սրանով, Գոր Պողոսյանն է աշխատացնում եւ այլն, որ այս երևույթը վերջերչում ենք հասկանանք, ինչ գործ ունի Կարմիր բերետների հրամանատարը նման բիզնեսի մեջ, անդո։ Վերջին նախազգուշացումն է, անդո։ Ուրեմն Աննա ակնոցավոր պոռնիկ Նոր նորքի թաղապետարանի հետևը սրանով էլ վաղը հաղորդումը գալիս է Նոր նորքի թաղապետարանի հետևը այգու մեջ սկսել են բնակելի շենքի շինարարություն ով է տվեց սրա շինթույլտվությունը բնականաբար Վազգենի քուր Բոզիս տղեն հիմա որ ասես այս ինչա կասի Պուտինն է մեղավոր ռուսներն են մեղավոր այգու մեջ այգու կառուցելու են բնակելի շենք մասիվի թաղապետը բոզի տղենա Վազգենի քվոր բոզի տղենա այդ բարիկ պլան ծախող ագարկի ծնունդը ու հիմա խնդրեմ մասիվի թաղապետարանի այգու մեջ շինթույլտվություն գրությունը վաղը գրգմեմ անցնենք առաջ Բողոքում են արդարադատության, նախարարության, քրեակատարողական ծառայության աշխատակիցնի Սրանք էլ եկան իմ դուր, այսինքն իմ դուրով չեկե քրիստիկ Աննա Վարդապետյան հակակոռուպցիոն բոզի տղա Ուրեմն 8 ամիսա քրեակատարողական ծառայության աշխատակիցները, որոնք որ Երևանում կամ ասենք խոսք օրինակ այս մի գյուղից են եկել են Վանաձորում են Վարչով մնում Չոբանքարային Վարչով մնում Երևանում են Վարչով մնում կամ Վարչով չեն մնում գնում գալում են նման մարդիկ չեն ստացել իրենց ճանապարհածախսը որը պարտադիր նախատեսված է օրենքով 8 ամիսա 85000 դրամ փաստորեն ստանում են երկու երեխա եւ ավել ունեցող ամուսնացած աշխատակիցները իրենց բնակվարձ, ճանապարհածախս եւ այլն եւ 65000 դրամ ստանում են մինչեւ 1 երեխա ամուսնացած կամ ազատ աշխատակիցները իրենց գնալ գալու փողը կամ վարձով տան փողը չկա 8 ամիսը չկա առաջանում է հարց ուրա Նիկոլ Փաշինյան բոզի տղեն Եթե վեկալում ենք բյուջեն փող չկա, եթե բյուջեն փող չկա, 20 քանի միլիոն դրամ ղախպի տա, ներողություն 40 քանի միլիոն, դու դրեցիր ոռից, գցիր հետևիցդ քո նման բոզի տղեկի, հելարանգար Սևանի կալցևոն ֆռմեիր։ Միլիարդ 700 միլիոն դրամ փագեցիր Սիսի բոզի տղու աշխատանքի գործնեության արդյունքում առաջացած անիվ կազմակերպության պարտքը, ով չէր կարող ամենամեծ ցանկության դեպքում այդքան գումար կուտակել։ 6 միլիոն դոլար տարակողիկ Սնուպ Դոգի հետույքը, որ գած ես անգլերեն խլեշի, ես դա անում եմ անվճար։ Ատենց էլ չեկա 6 միլիոն էլ սառա, 6 մի տարուց ավելա գնացել է անվերան։ Դու քո կլուշնիկների, հսկիչների, օպեր խմբի աշխատավարձն ուրա Աննա Վարդապետյան ագարկա Գիգիշ բոզի տղուն վեկալ զանգի ասա արդարադատության նախարարես ղախպի տղա Սերժի Խնամի նախկին հանրապետական Միշիկի աղբեր ով մեղադրվում է իբր 350 միլիոն դոլար մենակով լափելու մեջ առանց Սերժ Սարգսյանի հովանավորչության
8 ամիսա քո աշխատողների աշխատավարձը ուրա բոզի տղա։ Եթե ասում են հեռախոսով։ Դրանից հետո ուղարկում են պատկան մարմիններին ստուգում անցկացնելու արդարադատության նախարարությունը։ Կարելի է, չէ՞։ Սրա վերաբերյալ եւս մենք հաղորդում կուղարկենք գլխավոր դատախազություն։ Իմ բլանկով, իմ գերբով։ Շրխկ։ Դες ինչ ա ուզում։ Հաջորդ։ Ռազմական ոստիկանություն Մայոր Մկրտչյան։ Մայոր Մկրտչյան, բարև ձեզ։ Մայոր Ղուկասյանն եմ։ Խնդրում եմ ընդունեք հաղորդում։ 37564 Զորամաս Ղափան։ Ուրեմն 10 ամսից ավելա զորքի մի մասը ֆորմատ չունի, այսինքն նոր համազգեստ չի ստացել։ Պատճառաբանությունը նաև, որ այդ ռազմերները պնն չունի։ Ինչ է նշանակում այդ ռազմերը պնն չունի։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն զորամասը, որը իրականացնում է մարտական հերթապահություն իշխանասար, տեխնիկայի, այո, տեխնիկայի ամենահամեստ հաշվարկով 70%-ը չի աշխատում։ Զորամասը դիմել է կորպուսի հրամանատար զամպատեղ գնդապետ Բագրատ Մելիքյանին, մականունը Բորո։ Մինչև այսօր չի ստանում զապչաստ, այսինքն վաղը եթե մենք պատերազմ ունեցանք, տեխնիկայի 70%-ը դուրս չի գալու, որովհետև չունենք ավտոպահեստամասեր։ Բնականաբար, ասեք։ Այսինքն զամպատեղին, որ դիմում են, ինքը ինչ ասում։ Ասում է չկա, չի տալի եւ այլն, բայց մեր աղբյուրները մեզ փոխանցում են, որ կա, բայց եղած զապչաստը դուրս է գալիս վաճառքի, այսինքն այս ամբողջությամբ զինվորական ունեցվածքի պահպանության բաժնի խնդիրն է, խնդրեմ փոխանցեք ձեր ղեկավարությանը, որպեսզի այցելեն գնդապետ Բագրատ Մելիքյանին, որ վաղը պատերազմի ժամանակ չմնանք առանց տեխնիկա։ Շնորհակալություն։ Մականունը ոնց ասեք, ոնց։ Բորո, գնդապետ Բագրատ Մելիքյան, մականունը Բորո։ Շնորհակալություն։ Բանակը ֆորմատ չունի։ Բանակը զինտեխնիկա չունի։ Մեքենա տրանսպորտ չկա։ Հիմա ասել սա ռազմական գաղտնիքը, այլևս ոչ։ Որովհետև այս ամբողջ տեղեկատվությունը շատ լավ տիրապետում է հակառակորդը։ Ինչ վիճակի մեջ է գտնվում այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Այն որ պետական միջոցները դուրս գրելով պարգևավճար, պատավատներ, ոստիկանական մեքենաներ, Lexus-ներ ու Toyota-ներ են ծսցնում Ռոբերտ Քոչարյանի Toyota սերվիզից, իր բիզնես պարտներները կառավարությունը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Սրա մասին մեկն ու մեկը պիտի խոսա թե ոչ։ Սա պիտի բարձրաձայնվի թե ոչ։ Որ զինտեխնիկա ձեռք բերելու փոխարեն հերիքա տարին մեկ այ փնթի բոզի տղեկ հանձինս Նիկոլ Փաշինյան այ ագարկի վաստակ որ մտնում էին չենք սպասումը որ մտավ ձերտուն հետ որի ենք փախնում տանը լելը կեղտը զիբիլն ու եսի ինչը հիմա կնիկը ամեն տարի Lexus-ա թարմացնը
տարին ֆրաց Lexus թարմասն է Lexus-ի մեջ կանգածնի սախ ախրանան այդ Lexus թարմասնելու տեղը բուշլատ դու զորքիդ որ չունես դու դեմը ձմերա թազա համազգես դուր եւ ավտոտեխնիկայի պայստամասերը դուր որ վաղը մյուսօր կանան ինչ որ գար ուրալներով Երևակայի 40 կմ/ժ արագությամբ կանան հասնեն մարտական դիր չրած միջև ասեն անդեման չի մնա հասկանում ես եւ այդ ուրալները վաղուց արդեն իրենց չեն արդարացնում այս դրոնների դարում ամենալավագույն դեպքում պիտի լինի զինվորական են բասիոն տեսակի մեքենաները զրահապատ որ գոնե խոցվելուց խոցի մեջը 4 հոգի մարդ զոհվի այլ ոչ թե 20 30 40 այ բոզի տղեկ ու այս կանից հետո գնամ ջերմուկի պարվա բոզ գախպի տղեկը երազը մեի քո ձեռը սխմե հեսա դու երազի որ ադրբեջանցի զինվորի խեռն է սխմելու մենք հեսա կանադառնանք այդ թեմային լավ համբերություն նախորդ մեր հաղորդման ժամանակ ախր ես որ զայրանում եմ իմ աշկի սեմր ասում է սևը գնում սպիտակն գալեմ կամ սպիտակը գնում սևն գալեմ այն Սարգսյան Գուրգեն ավտոգազի բոզի տղում անդրադառնալու ժամանակ հորով մորով սաղով բռնաբարը մեջ մոռացել է որ սրա հերը սատկելա այս բորիկը ու Են որ որոշակի մարդի գրում են իանք պապական հարուստ տենել է, տեսա կոմենտարյաների տակ, ուրեմն ավտոգազի Սարգսյան Գուրգենի բոզի տղեկին ուզում են պատասխանեմ, ինչ է նշանակում պապական հարուստ, մենք ապրել ենք այնպիսի մի դարաշրջան, ցեղասպանությունից հետո որ Կուշ, կուլա, ոսկի, զարդեր, կամեր, քարամ, մարամ եւ այլն, քարամ, մարամ հետը բերել էր։ Այդ դրանք արդեն սաղ օգտագործվեց, ծախվեց, գնացել են։ Դրանից հետո եկավ սովետական միություն, որ կուլակ, մուլակ, ունևոր, մունևոր, սաղին, ագանջդ կանչի, Ստալին, սաղին տարան, կողին, ծասրին վարի տվին։ Պատմության դասագրքերից էլ անցնում ենք խորհրդային սովետական միությունը 1000 քանի հոգու տարան գյուլին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ Անաստաս Միկոյանը քիչ ստորագրե այդ ջերմուկի բոզի տղա այդ բիձեկին պիտի այն վաղտ գյուլացնեն այդ 1000 քանի թիվը կլներ 2000 քանի Դրանց բոլորին արել են կուլակատապ ձեր բորիկն որ արդեն այս 5 տարիա 4 տարիա քրիստիկի օֆիսում բդմա Եղվարդում տաքսիա քշե տաքսի Պրիտոմ Եղվարդի մեջ նատի թաղամաս կա տեղ հանրակացարաններում են ապրել այ ագարկա որ մեջը գրում ես պապական հարուստ Սրանք թափ են արել Ռոբերտ Քոչարյանի գալուց հետո Սաղ Գազպրոմը Ղարաբաղյան կլանն լծված Սաղ Գազպրոմը Ինքը ավտոգազի տնօրենն է Սարգսյան Գուրգեն բոզի տղեն որ Թուրքիայում ծծծամ մեջ այն երկիշների ան ծծծնամ ինքներ նրան ծծծնամ չգիտեմ Ինքը պլյուս կետմու Աննա Վարդապետյան ագարկա ունի իա ագլաճկները Համինքը ստուգողա Համինքն էլ ունի իա ագլաճկները ագլաճկներում ագլաճկա պկլա անեմ ես քեզ Ոնց է ստացվում ինքնյան պետք է ստուգի ու մի ամիք մտե գրեն ասում են թե պապական հարուստ են պապական բոզի տղա են մեկ էլ գրզոն է պապական հարուստ Հերիք հայլից դες անգրագետ մտնեք գրեք պապական հարուստը ո՞րն է Ինչ խերրիս պապական հարուստ, ես աճող սեյուն էլ կմտացի թե հայելի, երևի սովետի ժամանակ էլ ասենց հեղե, որ էտենց լուրջ օլիգախներ են եղել, շարգելի դբրոցականներ, մինչև 1991 թվականը, ոչ մեկ չի եղել պապական հարուստ, չի եղել, այո, եղել են մարդիկ, որ փող են ունեցել, ռուբլիներ, պարկետների տակ պահած, վախեցել են հանեն անգամ դա մեդան, Հետո այդ ռուբլին փոխվավ դարավ դրամ, ինչ կար չկավ, սպարվավ գնաց, սովետի ժամանակ պապական հարուստ չի եղել, այդ պապուներ կծծացնեին, պապու տղուներ կծծացնեին, ժառանգներին էլ կծծացնեին, բարի ամենաբուն իմաստով, սիրելի դբրոցականներ,
Սովետական միությունում հարուստ չի եղել, տենց, ինչ որ հիմա։ Հարուստ են եղել ցեկայի են վերնախավը, էլի վախեցելա ցույց տա։ Բապական հարուստ։ Գլորիա կարի ֆաբրիկայի սեփականատերին ծսրել են, բռնել են, էս էլ է պապական հարուստ։ Գլորիան անորսալի վրիժարուներ ֆիլմի մեջ կա, կորաբլ, как называется корабль, который двигается в Одессу, Գլորիա։ Գլորիա կարի ֆաբրիկայի մենք 2-3 տարի առաջ ենք անդրադարձել։ Անդեղի կոռուպցիոն սխեմաներին, Ալան Թալանին, բանվոր դասակարգին, անմարդկային պայմանների շահագործում եւ այլն։ No, ընկերսասունի հիմնարկը գնամա Գլորիա կարի ֆաբրիկայը կալանավորում եւ ոման Սուրեն Աբովյան քաղաքապետարանի աշխատակից։ Ես մտա, տեսա Սուրեն Աբովյանին, atենց թրաշով տղայա, կնիգը նկարվելա, ինչ են ասում աղջի դրա, սելֆի։ Կնիգը սելֆի անը, հայլու դեմը, էս, ինչա, Սուրեն Աբովյանի կնիգը։ Նկարը մարդն էլ հետևը կայնած, ինչա գրեմ, այդ են սարի պես, չէ, սարի պես հետևս կայնած է, սարի պես կաս և այլ, բնականաբար։ Կիրովականի քաղաքապետարանը ծսնմա, բերեմ կողմա, կնգա ծծերի արանքը, բա պիտի ասի սարի պես։ Ընդեղ նավարին հավքմա, արտասահմանի են էթը, կացերնի են նստեմ, քաղաքապետարանի հասարակ գանդուն, քաղաքապետ էլ չի, գանդուն, դինգ, բա բնականաբար, դե հիմա ինձ հետարք իրա Սուրեն Աբովյանը, սարի պես կանգնած կլինի հիմա բերդում անուշ հապերների համար։ Հիմա ինձ հետարք իրա սրա կնիգը, եթե Սուրեն Աբովյանը դատվավ, բայց խերս կուտի թե կդատվի, պիտի ես գամ դատեմ, որ 15 տարի դրի վզին և ճամպեցի։ Եմ որ ասմա, այդ տենց կուլտուրական տեղեր, սրա կնիգն 15 տարի նստելու է սպասի, իհարկե ոչ։ Սուրեն Աբովյանը ստիպված կլինի ուրիշի հետ ամուսնանալ բերդում։ Այդ ընտանիքիդ համար որ տենց կիրովականը ծսցնեմ տանը մեիր։ Ես ասում եմ, ինձ ասում են մտնում է մարդկանց տներ, ընտանիքները հայոյում, ախր դուք քանդում եք իմ երկիրը, ես ուղղակի պարտավոր եմ քանդել ձեր տունը, որովհետև հայ ազգի խիստ գենային փոփոխականության, մոդիֆիկացիայի ենթարկված հայ ազգի գենոֆոնդը, որը պղծվել է, ով ասես եկե մեջը թաթխե կնացե, հայ ազգի մեջ, ի ամեն մեկը իա օջախից դուրս թքած ունի, իա տունը լավ լնի, ճոխ տունը, տանտարասկը մաքուր, ակուրատնի, ծաղկապատած, կակաչապատած, խերրապատած և այլն, պարսպից ենկոմ կամ պաձեզդի դրնից ենկոմ յանց արդեն կասայիցա չի անում, այս մտածելակերպն է քանդեմ ու քանդում է մեր տունը։ Այս է խնդիրը։ Սովետի ժամանակ կար կոլեկտիվ, կալխոզ, սավխոզ ստիպում էին, որ դու մտածեիր երկրի մասին, պետության, աներ, դպրոցից սկսած կրթում էին։ Հիմիկվա նման չի, TikTok առնստի, գիշերները մի քանի, մեջը լայքերը, այս սերունդն է մեծանը, վարդ, առյուծ, վագր, նայում ես սիրտդ խառնմո, ուզում ես հետաս տվյալ անձի քիդու բեյնի վրեին։ Ուրեմն, ընկեր բժիշկներ, ես ուզում եմ ձեզ զգուշացնեմ առաջին և վերջին անգամ, հանձինս գինեկոլոգնի և մանկաբարձնի։ Ուրեմն սա արդեն որ երորդ անգամն է, դիմում եմ բոլոր հիվանդանոցների,
գլխավոր տնօրեններին, սեփականատերերին, Մայրամ Աստվածածին, Էրեբունի, Գրիգոր Լուսավորիչ, այնտեղ Աստղիկ, բոլորին զգուշացնում եք ձեր գինեկոլոգիայի բաժնի վարիչներին եւ մանկաբարձ գինեկոլոգներին։ Կա օրենք, որ 10 շաբաթականից վերև աբորդը արգելվում է։ Սակայն մենք սիստեմատիկաբար ստանում ենք ինֆորմացիա, որ գումարի դիմաց առանց կյանքի եւ առողջության հետ կապված նորմալ երաշխիքներ տալու իրականացվում է հակաօրինական քրեորեն պատժելի արարք 11, 12, 13 շաբաթական մարդուն վեկալեմ աբորդեն անում կնգան։ Ես հարգելով որ ասում պրոֆեսիոնալնայա էթիկա հարգելով դա հիմա ոչ անուններ եմ տալի ոչ ազգանուններ եմ տալի ոչ հիվանդանոցի անուն եմ տալի բայց կարելի է հիվանդանոցի անուն տալ Գրիգոր Լուսավորիչ զգուշացնում եմ ականջիս հասավ եւս նման աբորտ քերական գործը տնելու եմ ձեր ворին զգուշացնում եմ վերջացրեք Նախ իտակ սերունդ չկա, նախ աբորդը պետք է արգելվի, իտակ սերունդ չկա, դուք դնում եք 10 շաբաթականից բարձր կանանց անում եք աբորդ, հետո, տեսեք մարդավարից զգուշացնում, հետո չլնի որևիցե մի գինեկոլոգ, կամ մանկաբարձ գինեկոլոգ, Մարդ գցի մեյդան, ծանոթ, վայս, ինչ եղավ, լավ կինա, լավ մասնագետ, ես շատ ուրախ եմ, որ դուք լավ մասնագետ եք, մարդ ավարի, զգուշացնում եմ, դադարեցրեք։ Ականջիս հասավ եւս մի հատ դեպք, հրապարակայնորեն ես ձեզ կոչնչացնեմ։ Այսօր Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի էլեկտրոցանցեր կազմակերպությունը տվել է Մամելո ասուլիս Կարեն Դարփինյան Ես մի կերպ եմ ինձ հիմա զսպում որ Կարեն Դարփինյանին այլ կերպ չանդրադառնամ հազիվ Ուրեմն ասում եմ փորձում ենք հասկանալ թե որտեղից են վարչապետին բոզի տղուն զեկուցե որ Հոսանքը տատանվում է, որակ չունի։ Կարեն Դարփինյան, մարդ, ով թալանում, կեղեքում, բռնաբարում է Հայաստանի հեծը։ Դու իրոք չգիտես, որտեղից է երկրի գլխավոր թիվ 1 բոզի տղեն, տեղեկացվում, որ լուսերը թրթռում են, անորակ են։ Մարդու կառավարության նիստի ժամանակ է թեմայից խոսելիս լուսերը գնաց։ Ես ուզում հասկանամ, դուք սաղդ եք որոշը ժողովրդին դնել գժիտեղ։ Են մյուս ղախպի տղեն, տեղակալնա դրա ինչն է, ասում է 10 օրից Երևան կենտրոնում սկսելու ենք մալուխների փոփոխում, այսինքն լույս չի լինելու։ Լավ, եթե դուք 10 օրից եք սկսելու մալուխների փոփոխումը Երևանի կենտրոնում, բա հիմա Երևանի կենտրոնում լույսերը խին գնան։ Հա? Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն բոզի տղա։ Ձեր մոտ չի առաջացել հարց, ոնց է ստացվում, որ հերը Կարեն Դարփինյանը Հայաստան էլեկտրոցանցեր տնօրենն է։ Որդին Դարփինյան արա Երևան էլեկտրոցանցի տնօրեն, հեր ու տղա միտեղ ոնց են աշխատում, անմիջական ենթակայության տակ։ Սաղ բարեկամություն ազգուտակ լծված է հեծ։ Արևային կայաններ բերեդրե ընկեր Կարեն Դարփինյանը եւ ինքը իր վրա առն վաճառում է հոսանք։ Ես ուզում եմ սա երկու բառ ռուսերենով հատուկ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի համար։ Господин посол Копиркин, я очень хорошо знаю, что вы попросили ваш аппарат, персонал перевести на русский язык мои эфиры. И та информация, которая касается армянско-российских отношений, вы докладываете в Москву. Это хорошо.
Теперь, вы мучаетесь все время, почему все время в Армении нарастает антироссийское настроение. Один из этих причин является то, что российский капитал, вот, например, армянские электросети, собственник Ташир Самвел или Самвел Карапетян, гражданин Российской Федерации, бизнесмен Российской Федерации. Это раз. Вот этот армянский электросети, масштаб коррупции, это неописуемо. Сын, отец, родственники, мать, сестра, все работают в этой компании. Они глотают капитал этой компании. Вы же видите, что Ереван, столица Армении, другие города Армении часами без электричества. А мы знаем, что это российская компания. Оно влияет мышленно на антироссийское отношение. Влияет. Некоторые армянские политики, как сестра Вазгена Сарксяна, Арам Сарксян Завенович, да-да-да, именно сестра, я не ошибся. Это дает повод таким пидорастам в день 100 раз, куда бы они ни появились, говорить, что Россия виновата. Виновата Россия. Россия виновата. Там подъезд взорвался, течет грязная вода. Виновата Россия. Такие случаи тоже бывают. Точно такая же ситуация в «Газпром». Весь «Газпром» кишит карабахской чертью. Весь карабахский народ, олигархи, Карен Карапетян, я не знаю, там Арарат Геворкян, все, живут за счет «Газпрома». Вот эти естественные потери, которые доходят до миллионов долларов, это не естественные потери. Это коррупционная схема. 7 тысяч сотрудников работают в «Газпроме». Нету такого. Там еле-еле 2-3 тысячи, 5 тысяч сотрудников, 2 тысячи человек. Это мертвые души. Выделяется зарплата и в карман. Таких людей нет. Масштаб целой Российской Федерации, кадры, работники «Газпрома» 26 тысяч. А в Армении 7. Масштаб России и масштаб Армении. Я говорю, 2000 человек просто так, имя написано, а их там нет. Получают зарплату типа, но это идет в карман Карена Карапетяна. Вот я хочу понять, вы об этом проинформировали вышестоящие инстанции? Они же действуют под логотипом российских компаний. Вот поэтому мы вас ненавидим. Потому что коррупция глотает и нашу страну, и вашу страну. Вот в чем причина. Господин посол, это чтобы вы не утруждали себя, не перевели на русский язык. Ուսենց բոզի տղեկը թալանում են արդեն 30 տարի շարունակ, թե հեծը, թե Գազպրոմը, թե Վիոլաջուրը, ոչ բռնող կա, ոչ ծծծնող կա։ Արեք ինչ ուզում եք։ Նույն իրավիճակն է մոլիբդենի հետ կապված։ Մոլիբդենը մեր կարողությունը մոլիբդենում աշխարհում գրած 8-րդ տեղը, բայց իրականում մենք 5-րդն ենք չափերով։ 5-րդը։ Առանց մոլիբդեն չի թռնում ոչ մի ռակետ։ Ու ապրում ենք այսպես աղքատ վիճակի մեջ։ Այն մաքուր երկաթ գործարան, բոլոր ղեկավար կազմը մտով գերմանացիք են, SNN-ն սուտա։ Ռոբիկ, Սերժիկ, հիմա էլ Նիկոլ։ 12.5%-ն էլ մտում պետությանն է։ Այն էլ Բաժնետոմսերի մորը ծսրեց անիվը միլիարդ 700 միլիոն դրամ էլ պետբյուջեից տարանդրին տեղը որ փագեն։ Եկամուտը գնում է ուր չգիտես, ասեմ Աննա Բոլեյնի ոռը։ Որոշակի ոչ խարս ունեցիները ասում են դե նախկիները թալանել են, հիմա էլ թող սրանք թալեն։ Դուք պատկերացնում եք, եթե մոլիբդենը դառնա ամբողջովին պետական։ Եվ այդ գումարները, որը որ սրանք լափում են, դրվի Գորիսի, Քաջարանի, Ղափանի, Սիսյանի, Մեղրի վրա։
սունեցիները սկսեն նորմալ ապրել։ Սունեցիները ունենան այնտեղ նորմալ հիվանդանոց, որ ռակ ընկնելու դեպքում չգան չոքեն Երևան Ֆանարջանի անվան ինստիտուտի դրան պատերի տակ, որ տենան ոնց անեն, որ պետպատվեր քիմիա ստանան։ Հարգարժան սունեցիներ, Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի մեջ կա պաղանձամոլիբդենային կոմբինատի պետականացման հարցը, ամբողջովին պետական, որտեղ ես շատ խիստ կասկածում եմ, որ գերմանացիք եկեմտել են պաղանձամոլիբդենային կոմբինատ։ Այդ գերմանացու անվան տակ թաքնված է Սերժն ու Ռոբիկը, ով ասես Վանեցյանի աղբերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ գերմանացի, ինչ պորտուգալացի, ինչ եսիմ ինչ, այս սրանք են։ Եվ նման կոմբինատը պիտի դառնա պետական վերահսկողություն, պետական նախարարության ենթակայության տակ եւ ըտեղից եկած ֆինանսական միջոցները պիտի ուղղվեն հենց նույն Սյունիքի բարելավման վրա, ձեր բարելավման, ոչ թե իմ։ Օդի մաքրության վրա, որ ռակ չընկնեք, ու դանդաղ չմեռնեք, ձեր տուն տեղ ծախեք, տանեք կողեք բժիշկների որը, որ քիմիաթերապիա ստանաք, մի քիչ երկար ապրեք։ Իսկ ինչ վերաբերում է Գազպրոմ եւ Հեծ, այո, Գազպրոմը եւ Հեծը եւս պետքա պետականացվեն։ Կամ լինի տոտալ պետական վերահսկողություն, որ Ղարաբաղյան կլանը, որը լծվել է Հեծ, Գազպրոմ եւ այլն, քերել, հանել, թափել, շպրտել դուրս ուղիղ քերակատարողական հիմնարկներ գույքի բռնագրավմամբ 100%-անոց։ Թողնան բողոքեն ինչ խերրից մեջ ուզում են։ Եթե կհասցնեն։ Նիկոլ Բոզի տղեն գնաց է չեկիստների աբազի հիմնարկ, հանդիպե տվե առե բարձր աշխատավարձա խոստանը, գիտի որ բարձր աշխատավարձ կսեց տալ, չեկիստները, միջին կազմը, միլիցեկի միջին կազմը, զինվորականները վաբշե սաղ եւ այլն սկսելու են իան սիրել, տուպոյ ղախպի տղա։ Բայց ինձ ուրիշ բան է տալքերեմ, աբաս, մեծ իսկ ասես, քո ժողովուրդ ես 2 օր, ծաղկաձոր ինչ են ալում։ Էտում եկը դենց մանգալի ծաղկաձորում զինված խումբ, հա, բա, սաղ, կագեբեն, լսվել է ծաղկաձոր, 7-ի պետով, բանով, սաղնդեն, ու չեմ ուզում նկարը դնեմ, որ չպրնեք գործից ազատեք, բայց համենադեպս մարդիկ նկարը ղեգի, ասմ է խնդրեմ, սաղ 7-ը լսվեց ծաղկաձոր, բանդա կա, ծաղկաձոր, հա, Քրիստիկներ, զանգի ասում է, գիտես ինչ, հենա տենում եմ սաղ 7-ը, օպեր խումբը բան, սաղ լսվել են ծաղկաձոր, այդ հանգստանում եք, թե զինված խմբավորում եք մանգալում, ծաղկաձորում, անդո, միևնույնն է, ուժային համակարգի միջից, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մասսայական ատելությունը աբաս, անդո, դուք չեք կարող անեք, դուք ձեր աթոռն եք սիրեն, դուք Նիկոլին չեք սիրեն, հնարավոր չէ, ով Նիկոլին սիրում է, Բոզի տղա է, բայց պիտ չի խափել այդ շիզոֆրենիկին է, մեկա, շիզոֆրենիկ Բոզի տղա է, ուրեմն, ես էլ ջնջենք, Նիկոլը իա մասին իրական պատկերը տենում է ամեն օր գործի գալուց, երբ որ Երևանի փողոցներով երթևեկը ու սաղ ավտոները սիգնալ են տալում, տիդիտ, խլեշանելով, այ էտա քո իրական պատկերը, այսինքն ռեյտինգը, Բոզի տղա, էտա, հատուկ մեր արևմտամետ դեսպանների էտենց մարդկանց համար 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Բադալյան Սասուն, արա սաղ Սասուն են, Բադալյան Սասունին Աննա Բոլեյնի սենսեյներ, հիշում եք, էրատո ջոկատեր, մթոմեթմ էին, կրվեն, գնացին, ադրբեջանցի զինվորը խերրը կիտուբենին թապտվեց եկավ, դրա զինղեկը
Այսքան որ դրած խոսում է հակառուսական, ռուսները մեր թշնամիներն են, ես ուզում եմ որ Ամերիկայի, Եվրոպայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանները եւս լսեն։ Այն որ ասում է ռուսները մեր թշնամիներն են, այդ ամեկոտ գաբեից դուրս են գյուքանք, քախ Պուտին եւ այլն։ Խնդրեմ, հարց։ Բադալյան Սասուն 4-րդ բանակային կորպուսի ալևս նախկին հրամանատար։ Ուղարկում են Ռուսաստան գլխավոր շտաբի ակադեմիա։ Եթե դու ՕՏԿՊ-ից զզվում ես, եթե դու ռուսից զզվում ես, ասա խնդրեմ, քո բարձրաստիճան զինվորականին 2 տարով Վազգենի քուր բոզի տղենել, ատենցև ուզում ան ձայներ հավաքես միամիտ նախերի դեմը։ Ինչի՞ ես ուղարկում, արդեն պիտի դեղելներ, բայց դա չի գնացել։ Ինչի՞ ես ուղարկում Ռուսաստան գլխավոր շտաբի ակադեմիա սովորելու, որ գա դառնա գլխավոր շտաբի պետ, հա? Գրգի Հունաստան, քիչ ես գրգում Հունաստան։ Հարց։ Տեսեք ձեն չկա։ Նիկոլա Մետներ, Ռուսամետներ, հակառուսամետներ, Արման Բաբաջանյան, Բոզի տաղա, Վազգենի քուր ղախպի տաղա, բայց քիչ ես ելեմ խոսած։ Քիչ ես ելեմ ասեմ, այդ որ ուր է թմես, Պետրոսի մոտ, Խերի մոտ, Զարուհու մոտ, սրա մոտ, նրա ուր է թմես, երկրորդ բառը այդ հարցը տալում են ծսնամա Ռուսաստանին։ Կապ չունի հարց են տալում է, ասում է խոսքի օրինակ, տերևաթափ է, աշուն, ասում է այո, Պուտինն է մեղավոր։ Այս բոզի տղեն, բայց ու քիչ հելեմ ասի, Նիկոլ, տունը ծսնեմ, քո 4-րդ բանակային կորպուսի, 4-րդ է չեմ սխալվում, իմ համար 4-րդն է, կապ չունի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարին, ինչ ես գրգում ՌԴ ԳՇ ակադեմիա։ Գրգի Հունաստան։ Բա բարձրացան եք, բա խոսի քիչ եք ասում։ Հա, ձեր չի տալեմ։ Են Ամերիկայի դեսպանն էլ գիտի Նիկոլան էտա Եվրոպա կեթա Եվրոպա գնացողը իա զինվորականներին գրգմա այսքանից հետո Ռուսաստան որ ինչ անել մենք տեսանք որ ռուսական բանակը ռուսական կրթությունը զինվորական այդ Ռուսաստան ԳՇՄՇ ակադեմիան էլ ավարտած գանդոններից օգուտ չկա Ուկրաինա վառօրինակ 3 տարի է մախրճվել ու չի կարող ընդից Ռուսաստանը դուրս գա հələ Ուկրաինան է մտե Ռուսաստանի տարած ծսնելով է թմա ես էլ եմ իա հիմա մյուս բոզի տղեն Հայկ Մարության կլոուն Են Զելենսկին ընդե կլոուն դարավ Ուկրաինան արեց մորմաշ չկալ Ուկրաինա Այս բոզի տղեն ստեղ Երևան քաղաքն արեց մորմաշ հիմա էլ թազա ներկայացում է ասում դրե կոչվում է պետական գաղտնիք լստեն այ Ես հիմա սրան ուզում եմ հարց տամ այդ ներկայացմանը մեջ փորձելու ես լուսաբանել 5000 շին թույլտվություն ոնց է տվել Կա դրա մասին խոսք կա Այդ քո ներկայացման մեջ խոսք կա որ դու աշխատանքի ես գալի առավոտյան 12-ին 1-ին հետո շուտ թողում թռնում ես կնիգդ կաբինետում պեչատա որ խփում ես շինթույլտվության այն ագարկետ դրա մասին խոսք կա Այդ սանիտեկի մասին խոսք կա որ քո բոզիտղության պատճառով Լոնդոնի արբիտրաժնի դատարանը $6 միլիոն թաթախեց Հայաստանի Հանրապետության բյուջեի մեջ Դրա մասին խոսք կա խոսք չկա Պրագայի տների մասին խոսք կա Չեխիայի Կա խոսք հիմա քո երեխեքը որտեղ են ցրթվել Մարգարյան Հիվանդանոց թե Չեխիա թե կմեծանան կորոշեն որ երկրի բանակ գնան ծառայեն Այդ սախ պուակների ղեկավարներին, որ կարգին սերիալներում ով ասես նկարվել է, սաղին բերի նշանակել է ստեղ ղեկավարու բանու, լապը մեիք, դրա մասին խոսք կա։ Քո վերաբերյալ քրական գործերը, որոնք որ բոլորը
կողվանցակը ու ձեն չկա, այս 5000 շին թութվություն, փողերի լվացում, դրանով ինչի քեզ չդատեցին, որ սև ու սպիտակի էր բաժանը բոզի տղա ժողովրդին, ու Նիկոլն էլ քո համար սուրբ էր, դրա մասին խոսք չկա, այն որ մետրո հանրապետության հրապարակից ապորինի լևի լուսե քաշե քամբախտ ու լուսի փող չէի ստալն դրա մասին խոսք կա, չգիտեմ, տունը ծախելա, չի ծախե, հանրապետության բանը փողոցի վրեն, հա? Բա դրա մասին այդ պետական գաղտնիք բացահայտման մեջ խոսք կա, թե չէ, բոզի տղա։ Դու դրա մասին խոսա։ Որ հելը ասում էր ինձ, ասում էր ինքը ռոզիսկա, հանցագործա, ինտերպոլը դրեց ագարկա կնգատ բեյնի մեջ, ասես որ սա քաղաքական հետապնդում է, հելեք ու սիք տիրելեք, կողխեմ ձեր մաման, դրեց ինտերպոլը, դրեց, ինտերպոլին ոչ ես կարամ առնեմ, ոչ քո նման բոզի տղեն, ոչ Նիկոլին ման խախպի տղեն, ոչ Արգիշտի, ոչ էլ Աննա Վարդապետյանի, մարդը փաստեր ուսումնասիրեց, ասեց սա քաղաքական հետապնդում է, սիք տիրելեք։ Հա? Որ քաղաքապետ Սիսին բերիր դրիր դրա մասին խոսքա, եթե դու քաղաքապետ էիր ուզում դառնայր, պորրիկի ծնունդ, դու իմ հետ պիտի դաժե շինվեիր, պատրաստն էր ասել դու գարի մեջումս դիր, մենակ քաղաքապետի աթոռը ինձ դու, ոչ թե մի հատ վերահսկող վարության պետ էինք ուզում, ասում էր, պիտի քնություն հանձնեն, դա հնարավոր չի, այս պոակիդ եթիմներին, որ բերել էր, տեղադրել էր ընդ քնությունով էր, հա։ Միշև այսօր մարդիկ կա Երևանի քաղաքապետը, որ ժպ են, քնություն չկա, բան չկա։ Վազգենի քուրը 3 հատ թաղապետ վեկալավ, 2 հատ փող քաղաքապետ վեկալավ, վարձուներ, ինչ խերրից գլոխն ասեց վեկալավ։ Ես քեզանից մի հատ վերահսկողություն էի ուզում, դու ասում ես հնարավոր չի։ Եթե դու չէիր մտել ձայները փոշիացնելու Նիկոլի Սիսի բոզի տղուն բերելու, ասում եմ դու պիտի գայլացնել Ամերիկա, ընձի գլգլան էիր։ Ինձ բոզի տղա, որ ես քեզ կոմ քվյարկեի, ինչ պաշտո դու ամեն ինչ ընձի տայր, որ հետ դառնայր քաղաքապետ, բայց չէ, ու կապիլ չէ, էֆիրներով էր հետը շփվում, ասում է հանրային ձայնը գնաց դեմ քվյարկեց, այո, այն ժամանակ հանրային ձայներ են պորնիկի տղեկը գնացին ու դեմ քվյարկեցին իմ ասելով, դրա մասին խոսք կա, Ներկայացում անում բոզի տղա մի հատ է սրա նման ղախպեն են Սուրեն Պետրոսյան կա հմեկ գնաց է ինտերվյու ա տալն ասամա շարժումը են Բագրատ բոզի տղու ղեկավարը մեր Ռոբիկն ու Սերժիկը ինքը դրա մասին չգիտեր ինքը դրա մասին իմացավ միայն Երբ որ հարցակվան ազգային ժողովի շենքերը ու ասեց ընձի տարան, ընդուս փախավ, կորավ, աբաս կոչված ղախպեն մեռավ գրդրելով, այ մարդ, մենք ես գյոթին ոչ տարել ենք, ոչ ծսրել ենք, ոչ էլ բռնել ենք, տարան ժողովրդին ակցերի միլիցիքի թողեց դրավ, ասում է վախենալու կառույցը ինձ տալավ, ու սա է Սուրեն Պետրոսյանը քաղաքական գործիչ է, Սուրեն ուզում դառնա, Սուրեն Պետրոսյան աղավնոն գնացիր ընդ ասեցիր ես աղավնոյից դուրս չեմ գալու, բախի դուրս եկար, աղավնոն հանձնեց եկավ, գնաց իրանց, մենք իրանցի շենք է տալու, չի հանձնվելու, հանձնին պրծան մորը ծծրին կցին մի կողմ, եկան ասան ազգային ժողովի դեմը տրավ, ասում է վախենալու հիմնարկը տարավ, տղա ջան, որն է վախենալու հիմնարկ, Աբազի հիմնարկը, Աբազի հիմնարկի վախենալու որն է, այ վախենալու հիմնարկ, դա կդառնա այն ժամանակ, երբ որ ասենք խոսքի ես ղեկավար էի, այդ հիմնարկ կամ ղեկավար եմ, այդ վաղ կլինի վախենալու հիմնարկ, ես քեզ գաղտնիք բացեմ, ես ռազմական ոստիկանությունում մենակ էի նստում, մի պահ կար, ես իմ կաբինետում մենակ էի, իմ սեֆը, իմ դիվանը, իմ բան, սենց սեղանել, այս են սեղանել, սենց աթորեր, շանս նկալել կաբինետում դրած, ես իմ շանը շատ էի սիրում, իմ կաբինետում նստած մի օր բան էի գրում, ռապորտ, Պիտի գնայինք զորամաս, մտնեինք ստուգման, գրում է թույլ տվեք, բլա բլա բլա, այս քակն ա եղել եւ այլն գնա։ Մեկ էլ կաբինետից դուռը բացվավ,
Իմ բաժամունքի պետը մեկին բրթեց գցեց իմ կաբինետ, ասեց դոկտս սրա ու դուրը փակեց։ Ես դաժե իմ տեղից չեմ վեր կացել։ Ֆրանսի նայեցի, ասեց աչքից տակով նայեցի իմ զինվորին, ջոգեցի որ գանդոն է, հենց ամիջապես հայացքից ասի հանվի գանդոն։ Ու շարունակում եմ գրել, էսի դուրը ջարդամա որ դուրս գա։ Կասեմ, ջարդամա, խփամա, կասեմ, դուրը բացին տարավ։ Ես չգիտեմ ինչ էր, ոնց է, պրոստը հասկացա որ վաղցրել են, բերեք սրեն իմա որ խոսա այս գանդոնը։ Հելասի դու վերես, ինչի բերի կցիկի մոտ տարակ։ Զենքի գողությունով բերին քցին մոդս, ընդամենը մի վարքյան նայել են վրեն ասել եմ հանվի գանդոն ու շարունակում եմ գրել, դուրս այկեն գնացել գրելա զենքը որտեղ է, գնացի նտում զենքը կտան բերին, 10 ժամը չեր ասեմ բոզի տղեն ու դեյա։ Այսինքն այ վախենալու հիմնարկը դոգի կաբինետն էր, որի շուրջ լեգենդներ էին հյուսը, բայց իրականում փուչ էր, են պրոստը ասում եմ անունյանից առաջանք է։ Դոգ, այ վախենալու հիմնարկը ԿԳԲ-ն եղել է մինչև 1953 թվականը, երբ որ Ստալին կար, Ստալինի խփին, հետո Բերիային, այ մինչև էդ էր վախենալու։ Դրանից հետո արդեն կամազ, դառավ խնդրեմ, խեղը գլուխ։ Ուրիշ բան, այ Վարդան Ղուկասյանը որ եկա, վախենալու որն է, սարսափ հիմնարկա դառնալու, սարսափ։ Բայց դու քո սեփական երկրի ազգային անվտանգության ծառայության ասում ես, դու հական գործիչ ես, ասում ես վախենալու հիմնա, ապա օրինակ ես Աբազի հետ Անդոյի հետ մեծ հաճույքով կխմեմ չայ, կոֆե, պատանցոյեմ Աբազ։ Ինչ պարես նախընտրում Աբազ։ Վալս, ռեփ, ռոք, ազատ ոճի ժողովրդական, ինչ պարեր ես նախընտրում։ Անդո դու հրավիրում եմ։ Երբ որ եկաք էսյաներ, ես պատրաստ եմ Աբազի Անդոյի հետ էլ հանդիպեմ, տանեմ այտենց ստրիպտիզ կլուբ, այտենց տեղեր, մենք խոտ տեսեք, զարգանանք, բարենք, ուրխնանք։ Բարի մարդիկ, սրանցից ինչ կա վախենալու։ Վախենալու հիմնարկ ասում, կան դու։ Բա, աղջի։ Բանակել չի ծառայե Սուրեն Պետրոսյանը, որ իմանալ վախենալուն որն է։ Պիտի բանակ ծառայացներ ես ղախպեն, որ երբ որ վաշտի հերթապան, աֆիցերը վազեին, բացեին կապը բանը, ոչ իմ կազարմին դուրն ասեին, դոգը մտավ չաստ, այնվատ կտենան վախենալուն որն է։ Գոնե այդ վաղ բանակի ծառայացներ, որ համեմատական հասկացներ, իմ զորամաս մտնելու տեսարանը ինչ էր կատարվում, ոնց որ ես չգիտեմ, հայերը ոնց են փախել Օսմանյան կայսրությունից, այդ նույն բանն էր, կծասցնեի մեկը հանկարծ ոչ ինձ հլներ իմ դեմը, աֆիցեր թե զինվոր, թե չես ինչ վախենալու, չի խուախուա, գնա հարցրա, Լուբոյ բանակ ծառայացի, պարչակատով եմ ասում, հալամանատար կլինի, հարցերա, դուքը որ մտում էր դուք թպրտում էիք, թրջնի թևի ձենը պլացի վրա լսվում էր, զորքը կանգնած վայքեգում թրջունն անցնում էր, թևի ձենը լսվում էր, հարցերա գանդոն 2006 թվի ծառայազներին, հետո մեկը դապատար, Հիմա էլ թազա բոզի տղա ենք թե, հրայ Թովմասյան, դատվը մո, երապ, ուզում են սարքեն թազա կական գործիչ, մի անգամից ասեմ, հրայ Թովմասյանը չի դատվելու, վաղեմուսյան ժամկետ վաղուց անցացա, էսակ թատրոնա, հեսա կդատեն պծնեն վաղեմուսյավ կանեն, հրայ Թովմասյանը կմտնի դաշտ, միշիկի հերթական բոզի տղենա, քաղաքական գործիչ հանդես կգա, փրգիչ, Ես միամի ժողորդներ կասին վանտես, կուլտուրական մարդա, էդ չեն ասի, կուլտուրական բոզի տղայա։ Հիմա էլ հրար Թովմասյան, տեսա չէ, Սուրոն չեղավ, տերտեր չեղավ, Արման Թաթոյան չեղավ, ենի չելավ, հիմա սրան են կծը մեդան։ Սերժ Ռոբիկ բոզի տղեկը չհասկացան, որ ում էլ դուք կծեք, վերջ, սպարված են, սպարված, կենսլ։ Ուրեմն, Ներս հրավիրեք, սաղին կանչել եմ, լրագրողներին, իշքան լրագրող կա, ներս հրավիրեք դրանց, կսա մի վարկյան,
Մի վարքյան։ Ուրեմն հարգարժան լրագրողներ, ես մի անգամ չէ, երկու անգամ չէ, 1000 անգամ ասել եմ, կամ լավ պատրաստվեք հարց տալուց առաջ, կամ եթե պիտի հարցը տաք և դրա հետ կապված վախենաք, ուրեմն մի տվեք։ Հիմա ասեմ, ինչի մասին է գնում խոսք։ Գրզո ոտքի։ Connect with you. Galaxy SQ2 Ultra and Gardens SQ3 FE. Եկեք միասին մի բան լսենք, հետո անցնենք առաջ։ Ես ես կավելացնեմ գնացեք Մոնտե Կարլո մանեք։ Պետք չի ձեր գումարները ուղղակի Իմ գումարները չի։ Պարզապես Իմ եկամուտներն են։ այս աղքատության ֆոնին միայն իշխանավորներն են կարողանում շրջագայել ժողովուրդը օրվա հացի խնդիրը մի կերպ լուծում, սա է խնդիրը, պարոն Սուքիաս։ Դուք ես ինչ-որ խոսում եք երիտասարդ լինելով։ Դուք իրավունք չունեք այս երկրում ապրեք, սա շուկայական երկիր է։ Դուք խոսում եք, չէ, դուք պետք է Սիրիայում ապրեիք, որը շատ ծանր վիճակում է։ Դուք պետք է ապրեք Հյուսիսային Կորեայում, այդ դուք, որտեղ մարդը պետք է գեն, չէ, ոչ թե անիծում եմ, այլ ձեր նման մարդը, այդ կարգի ուղեղ ունեցող, այդ կարգի մտածելակերպ ունեցող մարդը իրավունք չունի մի երկրում ապրի, որը 30 տարի շուկայականով է։ Լսում եք, ոչ Ես հիմա ձեզ կասեմ, որ որպես ձեր հարցի պատասխան, կասեմ կհանեն Երևան քաղաքից ինչքան մարդ է ինքնաթիռով գնում նից, որտեղ Մոնտե Կարլոն չունի օդանավակայան, կանը չունի։ Ձեզ կբերեն այդ Հայաստանի Հանրապետությունից այդ ուղղություններով գնացող ինչքան մարդ է գնում, հետո ես ձեզ հետ խոսեմ։ Ես հունից չեմ դուրս գալի, այդ մտածելակերպը, երբ որ դուք, ձեր նմանները սկսում են ամբողջ աշխարհը, նույն Մոնակոյում գեներացնող մարդիկ են, որոնք միլիարդների շրջանառություն են տալի, որոնք հազարավոր ընտանիքների աշխատավարձ են ապահովում, որոնք այդ երկրների բյուջեի X% են ապահովում։ Այդ մարդիկ են պահում այդ կարգի երկրները։ Դուք սովետական մտքերի փառապանց պահողն եք։ Դուք եւ ձեր նման լրագրողները։ Ինչ է նշանակում մարդ այսօր եկամուտ ունի, ուզում է կարա գնա տիեզեր։ Մարդու եկամուտից է կախված, մարդը պետք է 24 ժամ աշխատի, եկամուտ ստեղծի, հավելյալ արժեք ստեղծի։ Աղքատությունը դուք աղքատ եք ձեր մտքով, ձեր ուղեղով, ձեր հարցերով, աղքատը տես չի լինում, աղքատ։ Ես ես կավելացնեմ գնացեք Մոնտե Կարլո մանեք։ Ուրեմն ես որոշեցի լրագրողի փոխարեն պատասխանել գրզո բոզի տղուն։ Ես քո մասին կարծիք կազմել եմ 1995 թվականին, երբ որ քո ախրանան եկավ սրտաբանական ինստիտուտ Զեյթուն եւ այդ օրը հերթապահություն տանող բժիշկ Սողոմոն Իգնատովիչը ես եւ եթե չեմ սխալվում այդ աղջկա անունը չեմ հիշում այդ աղջկա անունը, իրեքով եկանք քո տուն։ Դու սրտի պրիստուպ ունեիր։ Ես որ մտա քո տուն, ես չհասկացա, սա ինչ ձևի տուն է, մի քանի հարկ բնակելի շենքի նման չես հասկանում, սեփական է, պետական է եւ այլն, լիքը կնանիկ, ովա կնիկդ, ովա աման լվացող, ովա քոց։ Ես այդքանը չհասկացա։ Դիմավորեց տեսա հորդ խալաթով Ալբերտին, եթե չեմ սխալվում։ Լիֆտեր հելանք, մտանք, երկար միջանցք, սենյակներ ընդելված փռած, այդ հարեմդ նստած, եկանք դուրը բացին, ննջարան էր, դու պարկած էր, միանգամից կրավաթի վրեն, տեսա քո նման բոզի տղուն, բերեցին կարդիոգրամա դեզդեն ու ընդեղ Սողոմոն Իգնատովիչ ասում է թե մի նյարդայնացեք, ձեզ չի կարելի բան, դու դրա մեր մոտ սկսեցիր ամենավերջին ստոր ձևով վերաբերվել քո ստրուկների նկատմամբ, դրանք աշխատողներ չէին, դրանք ստրուկներ էին, խփելով պարկածը տեղը
այդ մարդը ինչ որ բաներ քեզ էր ծածկում, ինչ էր անում, խփելով այդ մարդու ճակատին, այս sense բոզի տղեկի վրա եմ ես ներվային անում, ու այդ մարդը ձեն չէր հանում։ Ես այդտեղ հասկացա, թե դու ինչ ղախպի տղա ես։ Ու Աստված էի կանչը, որ ինֆարկտ խփած լինի, այնը չէ լավ։ Ուրեմն լսի, այ բոզի տղա։ Այդ որ նախ դու խոսում ես Մոնակո, Դեզդենը, տենց մարդիկ են գալի եւ նախ այդ տեսանյութը որ գցել են քո Մոնակոյի։ Այդտեղ ցույց են տալի տարբեր մարդկանց, մեծահարուստների, Bentley, Rolls-Royce, Carrascalog, որ գալի իջնում են։ Ուրեմն այդ մարդիկ, որ իջնում են մեքենաներից, այդ շվեյցարային պարկովշիկա, ինչա որ դուրը բացում այդ Bentley-ների ու Rolls-Royce-ների, նրանք որ դուրս են գալի մեքենայից, կամ ձեռով են բարևում, կամ գլխով են բարևում, կամ ժպտում են, այսինքն ունեն էթիկա ու էսթետիկա։ Բայց քո նման հաստավոր բոզի տղենա որ դուրս գալը միա, դու սկի չես նայում այդ դուրը բռնողի դեմքին, բայց դու քեզ թվում է թե դու լուրջ մարդ ես, այտենց Մոնակո եկել ես ու քեզնից մի խեռս ես ներկայացնում։ Լրագրողին էլ ասում ես սովետական մտածելակերպ։ Սովետը երբ որ կինո Ռասիան սարքում էր, որը որ դու զավթիր, բոզի տղա։ Սովետական միության ղեկավար կազմի մտքի այն 1/10 մասով չէր կարող անցնել, որ կինո Ռասիան կարող է գա մի օր, ոմն մի հայ բոզի տղա հլնի ու դա սեփականաշնորի։ Սովետական միության ժամանակ քո նման ղախպի տղեկը մականցակը 10 թումանով են առել։ Այսօր դու ասում ես սովետական մտ, ու ուզում ես ասես, ինչ որ ձեռք ես բերել, 24 ժամյա աշխատանքով ես ձեռք բերել այ բոզի տղա։ Գնա Ղուրբանների Լևոն Տեր-Պետրոսյանի այդ կենթանի մեռելի խեռրիցերին Վանոյի հետ միասին, որ բաջանաղ դարակ Վանոյով դարար Իսան, գրփելով, թալանելով, հարկեր չվճարելով եւ այլն։ Այդ կոնյակը, սիրունի կոնյակը, որ քո շենքի տակը փագում եք, այդ նորմալ հարկային գործունեության ծավալման արդյունքում այդ կեղծ խմիչքները, այդ ալարաղած, մանարաղած շենքեր, բանկեր, մանկեր, որ վեկալե դրել եք, այդ աշխատասիրության արդյունքում ա եղել, լսի պոռնեկի ծնունդ, ամեն մարդու մեջ չկա այդ առևտրականի գենը, այդ բոշի գենը, դա բոշի գենը, ստիծարեն, ընդեցախեն, դա իմ մեջ չկա, մեկը ես։ Իմ մեջ առևտրականի հոգեբանություն չկա, ես չեմ կարա գնամ 20 դրամով նասկի առնեմ, բերեմ 30 դրամով ծախեմ, քցեմ, հարկերը, դա իմը չես երբեք չեմ զբաղվել առևտրով, ես չեմ վիրավորում, ոչ մի բան չեմ ուզում անեմ նորմալ առևտրականներին, բայց այդ գենը իմ մեջ չկա, իմ մեջ կա պետությանը ծառայելու, զինվորականի, սպայի, դիկտատորի, սադիստի, ինչ ուզում եք անուն դրեք, պետական, երկիր, պահողի գեն, ուրեմն ամենայն հավանականությամբ իմ մեջ գերակաշռնական արաբների արունը կամ հռոմեացիների, որովհետև հայի մեջ մտածայրეთ այդ առևտրականի, դաժե Օսմանյան կայսրությունում, այդ առևտրականի չարչու ֆենոմենը, շատ քիչ հայ լուրջ մարդիկ, որոնք որ այսպես ասած լավ ճարտարապետ, ոնց օրինակ Ստամբուլի Թոփքափի դվարեցը հայ ճարտարապետ է, այդպես մարդիկ քիչ են եղել։ Հիմնականում այդ լղլղչի մարդիկ են քո նման, որ մենակ փող, ինչ պետություն, ինչ է դու ես օրեկել ես խոսում ես պետականությունից, քո սարոտ բոզի տղեն աղբերդ, որ մարդ խփեց, դրա փոխարեն նստավ Չարբախցի Արտուշ ածականը ցուլ։ Այդ նույն ցուլը սպանեց կագեբեիշնիկին ու մի տարի անգամ չդատվավ։ Այդ ինչով, այդ քո միջավայր, մեռակ մարդ սպանելով, գետը գցելով, բռնաբարելով, այդ բարոյականության արժեքներից ես խոսում, այդ մտավորականությունից ես խոսում, մարդկանց ուղեղում աղքատության մաս, այդ Նիկոլ Բոզի տղու բարերն ես կնեմ այ Բոզի տղա, այդ
Ինչով է բա այդ հայրենասիրությունից դրծված է սկույս աղջկեքի մալալետկա բերեմ մոտը դոմպում ճամպուտենեմ դոմպում ճամպուտեն հələ 94 թվին ես բժշկական ուսումնարանի ուսանող էի Էրեբունի դրա մասին խոսվում էր որ քո բոզի տղեկը գալեմ ցելկա էին մանգալամ Էրեբունի հիվանդանոցում ու բժշկական քոլեջի պատերի տակ որ բերեին դոմպեջ մի հատ էլ ագարտի մեր կուրսից բերեցին մեծամորձ էր անունը չեմ ուզում տամ քոնման ղախպի տղեն շինեց փոխարենը ուսման վարձը սաղ վեկալա վրա այդ ցելկի ջուր խմող սովետական մտածելակ սովետը մորած քունի սովետը որ չլներ այդ կինո ռասիան դու ոնց էր այդ բաժնի մժնի 2008 թվին գագո ուխ գագիկ Ծառուկյանը քեզ փախցրեց Դուբայից էլ Գերմանիա որ չբռնեին ծսնեին Սերժեն Նեմեց ռուբով Նեմեցը գերմանական պորնո ինդուստրիայի տաղավարներից մեկում քեզի առանց տրուցիկ ծսնի ու նկարահանի քցեն նայեն տենան զարմանան որ միշև մաչը այդ նոյ մոյ սրանից նրանից բժնի մժնի այ գազիրովնի բոզի տաղա Դու հիմա հել եկել ես խոսում ես ուղեղությունը ձեր ու բանա ակատությունը ձեր այդ ուղեղում հասի չխոսամ չլավարա հասի չխոսամ ու մի հատ էլ խելքով մարտակա կոմենտարիա է գրել ճիշտ ասեմ Վարդան Ղուկասյանը սենց տենին պիտի գնդակարել այո պիտի գնդակահարել ու սենցներն են գնդակահարվել հարգելի աշակերտներ Հարգելի ուսանողներ, ով որ ձեզ պատմում է, բացատրում է, որ Իոսիֆ Ստալինը տարել է հազարավոր մարդկանց անմեղ տեղը կոտորել է, ասա սուտ ես ասում բոզի տաղա, անմեղ մարդ չի կոտորվե։ Սենսները մտել են վրագի նարոդը, ազգի թշնամի, ու այո, տարվե կոտորվել, այս սենսներն են կոտորվե։ Սես մտածելակերպով, կուլակի, առևտրականի, լաղլաղչու, գրփող, չրփողի, բուրժուազիայի մտքով առաջնորդող մարդկանց են տարի ու կոտորի և քիչ են արել։ Այ հիմա հասկանում եք ովքեր են ազգի թշնամիները։ Այս հենց բոզի տղեկը։ Ոչ հակ են տալի, ոչ տուրք են տալի, ոչ աշխատողի հետ վերաբերվել գիտեն, մարդուն օգտագործում են ստրուկի նման, մինչև են վերջի առողջության մերը անիծելով ու հանում գցում են դուրս։ Աշխատանքին են թվում մինչև 25 տարեկան բարետես արտակինով հավաքարար։ Ու մեկը չի ասում աշխատանքի տերցում բոզի տղեն կանչի այդ գործատույն ասել, հլարի տեղ աղբի տղա, դու հավաքարար ես ընդրում թե պորնո աստղ։ Ես ինչ տարիքային սամանափակում է, մինչև 25 տարի, այդ հավաքարեն բերում ես, որ տարասկտ մակը, թե քեզի ծսցնի։ Չկա։ Պետության մարդու հասարակեց ու ես բանվոր դասակարգեց տգետ գյուղացիակ, սովետի ժամանակվա բանվորը հիմիկվա պրոֆեսորն է։ Ու ես կանիտոս ես բոզի տղեկը գնում են ջերմուկ, գրկաբաց դիմա ասում է, տուալետը 500 դրամ նորմալ է, թողան 500 դրամ վճարեն, քաքեն ծռը։ Դու նայ վարչապետը գնացել է խոսում է տուալետի գնից։ Եղնիկի կողը ագարքակնկացածացնեն։ Ինքը յան ուզում է համեմատի Եվրոպայի ցիվիլ պետություն գնահատող, հարգող, ոչ թե այլ եվրոպական երկրները եւ ամերիկան ստիպում են բիզնեսմենին, ասում են կծասնեմ, եթե դու պետությունից կոպեկ գողացան, մորը դլոն ձեռը կտամ։ Եվ այդ բիզնեսմենը, որը որ այսօր դարել է միլիարդատեր, ինքը չի խուսափե հարկերից։ Ինքը իրավունք չունի իր աշխատողին նախատեսված ժամանակից ավել աշխատացնի։ Աշխատողը կարա գնա պրոֆմիություն վրեն գրի, որ 8 ժամվա տեղից աշխատացել են 8 ժամ 30 րոպե եւ գործատուի մամայի արգանդը քշողա Բրանդենբուրգյան դարպասների վրա կամ Նյու Յորքի կամրջի։ Ձեզ չթվա թե այսօրվա կապիտալիզմը ինչ որ մի ձև ավելի բան է։ Լոյալ ասեց բոզի տղեկի նկատմամբ։ Մեքենայից իջնում է դրա հաստվորը, դրա կեցվածքը, լրիվ են միշիկի նման, լրիվ Սերժի են բոզի տղա իտալուհու փեսու նման, են էլ տեցի չավ։
Որ եկավ մտավ MVD Գասպարյան Վովայի մոտ, վերևից նայում են վառոտները բացան, ավտոքնիկը մտան, ախրաննիկը, լեքսուզնիկը, այն մարդը ասում է սուվո։ Մեկ էլ բացում են դուռը, պաուզա, դեմից մի հատ ոտ, հետո մի հատ ուրիշ ոտ, հետո հելմա մի հատ գլուխ, երկաշարֆ, ասիդորա դունկան բոզի տաղա, ու մտնամա շենք, արոսում եմ հույզիտ։ Հետաքրքրությունից դրթված, լուսամուտի մոտից տեղափոխված դրան մոտ ասել տենա մեզ ով անցնեմ, այս պոդիումով, այս կարմիր խալով, ես ուրում եմ իշիք տեսե, մեկ էլ տենամ քայլող սեռական շրթեր, եկավ իանից դավոլի ոչ աչ, ոչ մեկի ոչ բարեց ձեզ, ոչ հաջողություն, ոչ ախրանիկին, ոչ միլիցեկին, գրգմ պնդե։ Я удивлю. Это мем дура բացում ասում եմ ռոմանես գյոթով էր, արասում, են աշակը թպրտալով եկա, բա Սերժի Պեսենա, սիլրիվ դլու, ու դուխ հոտը պրել է ամբոր, նույն ձևով, առանց մարդկանց դեմքին նայելու, ծայր բլած, ով է, Խաչատուր Սուքյասյան բոզիս տղեն, ու հիմա խոսում ես մաղքատությունը ձեր ուղեղները մա, իրոք, բայց սպայակազմը, այդ զինվորականները, այդ արտարադատության նախարարության կլուշնիկները պետական ծառայողը, լավ, սպան, ուրիշ մարդկանց մասին չեմ խոսում, պետական ծառայողները բախի չեն կարում այդ Մոնակո, Մոնակոյում մամմատ կունեն, իշքան պետական ծառայողական անգամ ներողություն, այդ աղքատությունը մեր ուղեղում, հա? 230,000, 120,000 դրամ, 130,000 դրամ աշխատավարձ ես տալի պայմանագրային զինծառայողին գումար չունես, որովհետև քո նման բոզի տղեն հարկերը չի վճարում։ Այդ աղքատությունը իհա ուղեղում, հա։ Տղա այդ 44 էլա պատերազմի ժամանակ ուր էր բոզի տղա։ Հա։ Ու ես լրագրողը, եթե չեք կարողանում ծածացնեք, ուրեմն այդ հարցը մի տվեք։ Ինքեր լրագրողներ։ Եվ թույլ միտը, ասենց եթե նախկիների ժամանակ խոսային, մայն Նիկոլ բոզի տղեն հելե բան ճղել էր, չէ, ուզում են ասեն ինքը ընդդիմություն է, բա Նիկոլ, բալեքի ծասնեն սաղ լրագրողները, բա հիմա խի չես հլնում ասես, ես ինչ ձև ես խոսում լրագրող, քո կոլեգան է, փոխտամ է թասմոնակո, Ես քո տուն ու տեղը չծածացնեմ, քո այդ 4 հարգանի, 6 հարգանի շենքը չքանդեմ, ես բոզի տղա եմ։ Լսար գրզոն։ Տրուսիկս կոխելու եմ բենիտ մեջ ղախպի տղա։ Ու քեզ սոստամ ինչա նշանակամ սովետ։ Երնեք ես տալու NKVD-ի պատվալին, երնեք։ Դրա քալվասքը, դրա իշնելու ձևը, ռոսո, սելիմաթոմ տեսեք, հաշվին, բանվոր դասակարգի ժողովրդի։ Են Իլոն Մասկին նայում ես, չես կարեմ հասկնաս, ով է, Ցուկենբերգին նայում ես, սրանից է վատ, միացես մայկայը հակը, Եսքի չես էլ ասես, որ ես մարդը ծուկի, միլիարդ հատելա է։ Կամեն մի բոզի տղեն։ Battery 90%. Կանիք։ Connected to Galaxy SQ2 Ultra and Gardens SQ3 FE. Ուրա։ Որ մի հատ մեկն ու մեկը չկա, հիմա այս հարցը, այս բոզի տղուն տա։ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Սյունիքում խոսում է հայ-ռուսական ռազմական համագործակցության։ Նորից եմ դնում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Վազգենի քուր։ Եկեք լսենք ինչ ասում։ A1+։ Վարչապետ Արամ Սարգսյանը Սյունիքում խոսում է հայ-ռուսական ռազմական համագործակցության կարևորությունից։ Ինքը լսել անգամ չի ուզում կոմպլեմենտար քաղաքականության մասին։ Մենք պետք է լինենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հետ։ Մեր հայ-թուրքական սահմանը 50% ռուսական բանակն է։ Վերջի վերջո կարող է ասել այդպես բան, ասեն դե վերջում ենք մեր բանակը դուրս կարող պահել։ Ինչով է պահելու։ Մենք այսօր մեր ադրբեջանական սահմանները պահելուն արդեն խնդիր ունենք զինվորականի առումով։ Ընդել ինչով ենք պահել։
Բա հիմա մեկն ու մեկը այսօր Վազգենիքը, որը հրավիրում ենք ստուդիաներ, ռասկրուտկայեք անը, մթոմ Եվրոպա մեդա, բա այսօր մեկն ու մեկը չի ուզում հարց տա, Վազգենի քուր, դու քո վարչապետ եղած ժամանակ, ասում էիր, մենք ո՞ց կարանք ռուսին հանենք դուրս, մեր մեղրի սահմանը ռուսն ա պահում, հայ-թուրքական սահմանը ռուսն ա պահում, մենք զինվորականի խնդիր ունենք, այսօր չունես, զինվորականի խնդիր, հա? Բայց ինչ ոնց ստացա, որ սենց յարի ռուսա հպատա քաղաքական գործի, չէ, այսով դրուկ ու դե գրում ասում ռուսնա մեղավ, մասիվում բանը կոյողաջերը գմփմեթում են, ռուսնա մեղավոր, հա? Ինչը մա պատճառը, ինչ եք ժողովրդին դնեմ էշի տեղ, այ բոզի տղեք, հա? Նիկոլ Փաշինյան ղախպի տղեն հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Ասում է Միջանցքը պիտի տանք։ Լավ, Միջանցքը տալիս ես։ Վիզ դու դրա համար ես եկե, որ Միջանցք տաս Ադրբեջանին, որ կապնվի Նախիջևանի հետ։ Դու Ադրբեջանից պարտք ու պահանջ չունես։ Դու քիչ ես ասում Ադրբեջան Միջանցքը տալիս եմ գերիներից պիտի տաս 150,000 Արցախահայ, որ դարավ անտուն, անոթի, անլոթի, պիտի վերադառնան Արցախ, իրանց տներում ապրեն։ Ես եկա մտա ըտեասի Արցախը Հայաստան է ուրեր, Արցախի մոր դլոն տվի ձեռը։ Ոչ, պահանջա ներկայացնեմ Ալիևին։ Դե չի ասում, ես մի անգամ չլսա, որ ասի, որ մենք լավ Միջանցքը տալիս ենք, բայց գերիների ստուր, կողեմ գերին, ու գերիների ծնողները ձեն չեն հանում, են Գևորգ Սուջանա, Մուջանա, դրա հերնումերը կուլտուրական են, ու 150,000 Արցախահայ պիտի հետ վերադառնա և անվտանգ ապրի Ստեփանակերտում, դրա մասին ձեն չկա կատեգորիկ, Թուրքին իշքան կարում բերում մոտիկացնումա, բերեց կայնս ես ջերմուկի վերևը, հիմա գնացել ասում են, լավ չես թե կյանքը, վայ, բիձեքն ասում են, ես ինչ լավ ենք ապրում, ընտիրա երազում ենք, հո ձերը սխմ ենք, այս հենց մարդկանց հա Ստալինը գյուլ է, հարգելի դպրոցականներ, այս հենց բիձեքի, ճիշտ արե, քիչ արե, հիմա էլ նույնը կիրանցը, 2-3 կիլոմետր էր, ամենաապահով դիրքերն էին Կիրանցում, դի արին մորմըշ, թուրքին բերեց կայնս ես դպրոցից 40 մետր հեռավորությամբ, ասում է Կիրանցը երբեք, այսքան անվտանգ չի եղել, ու նստած ոչխարի նման լսում են, հիմա էսիա, ոչ մի ուժ քաղաքական հատուկ էդ մարդիկ, հլնում խոսում ասում են այ բոզի տղա, եթե դու որոշել ես Միջանցք տալ, ու դու տալու ես, Ուրեմն բարի եղի դրա դիմաց էլ բան ուզի Ադրբեջանից չի ուզում։ Հավարով լրատվամիջոցները վեկալ է գրել էին, որ Իրանում դեսպանատուն արտգործնախարարությունն է կանչվել, Իրանում Հայաստանի ներողություն Ռուսաստանի Դաշնության բանը, դեսպանը, և չեն ասում ինչի համար է կանչվել, ասեմ, Իրանում Իրանի արտգործնախարարությունն է կանչվել, Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, այո, կանչվել է, ինչի համար է կանչվել, Իրանը դրել է պահանջ, որ եթե նախ չենք ընդունում ոչ մի տարածքային փոփոխություն, ինչքան էլ որ Նիկոլը ցանկանում է, եւ եթե անգամ ֆանտաստիկայի ժանրից ընդունենք, որ Հայաստանը ճանապարհ պիտի տա Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապ հաստատել Նախիջևանի հետ, պրոստը ճանապարհ։ Այդ ճանապարհը պետք է լինի ռուսական կոնտինգենտի վերահսկողության տակ, որովհետև եթե Իրանը պատրաստ է իր քթի տակ հանդուրժելու ինչ որ մի օտար երկրա զորք, դա պիտի լինի միայն Ռուսաստանը, որովհետև այս 30 տարի սովետի ժամանակվանից եւ այլն Իրանի, նախ ոչ թե միայն սովետի, ցարական Ռուսաստանի ժամանակվանից 200 տարուց ավել, ոնց գծվել է Գրիբայեդովի ժամանակ ռուսական կայսրության եւ Իրանի այն ժամանակ Պարսկաստանի սահմանները դրանք մնացել են անփոփոխ, այսինքն ռուս ու պարսիկ ոնց պայմանավորվել են 200 տարուց ավել, այդպես կա։
Եվ եթե Պարսկաստանը հանդուրժելու է իր քթի տակ որևիցե մեկ այլ պետության զորք, դա պիտի լինի միայն Ռուսաստանը։ Այդ պահանջն է ասե ընկեր Պարսիկը։ Ոչ մի մասնավոր ընկերություն, ասում եմ մասնավոր ընկերություն բերենք, մասնավոր ախրանա, որ վերահսկի սահմանը։ Մարդ ինչ կարգի տուպոյ բոզի տղա պիտի լինի։ Հենա, այս Ջամարձանը իշխրի գլուխը, դրա ախրանիկներին բետ հաբին, շարի հայ-ադրբեջանական պետական սահմանի վրա։ Մարդ ինչ կարգի անգրագետ տուպոյ բոզի տղա պիտի լինի, որ սահմանը թոպահի մասնավոր կամպանիա։ Խոսքը գնում է պետական սահմանի մասին։ Խոսքը գնում է պագրանիշնի ծառայության մասին, որ պիտի բան կանգնի պագրանիշնիկ։ Եվ եթե կա որևիցե մի պագրանիշնիկ, որին հանդուրժելու է Պարսկաստանը, դա Ռուսը, չնայած այդ էլի ասրտովը չի։ Ու ես պաչիմուտը զգում եմ, որ եթե Նիկոլի մորը ծսցնեն, կծսցնեն պարսկական փղերը, մի գեղեցիկ օր։ Որովհետև արդեն այս հոգեկան բոզի տղեն նադայել արես սաղին, նադայել թե պարսիկին, թե ռուսին, թե ամերիկացուն, թե ֆրանսիացուն, եվրոպացիք են կատեգորիկ չեն ուզում շփվել մեր հետ։ Կատեգորիկ։ Ու այս ղախպի տղեն ոչ մի պահանջ Ադրբեջանից չունի։ Բաց հա այն ինձ ուզում, ես ասում եմ մենք պահանջ չունենք։ Ոչ գերիներ ունենք այնտեղ, ոչ խոշտանգվողներ ունենք, ոչ 150,000 անտուն անտեր բնացած փախստական ժողովուրդ ունենք, բացարձակապես կողխեմ սաղ, փողոքը Սերժի Միսյան, Սերժ Սարգսյանի միսիան իրականացնում է այս ղախպի տղեն։ Սրա վառօրինակը, երկրի կառավարման պոռրկության վառօրինակը հիմա ես ներկայացնեմ թվերով։ Արգիշ Քյարամյան, ոտքի։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, ես հանել եմ մի քանի թվեր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարեկան հաշվետվությունից։ Ինչ է կատարվում քննչական կոմիտեում, որ դուք արդեն հասկանաք ձեր երկրի վիճակը։ Ուրեմն քննչական կոմիտեը 2024 թվական առաջի կիսամյակ ամփոփումն արված ընդունվել է 33183 հաղորդում։ Ուշադիր լսեք, 33183 հաղորդում։ Հարուցվել է վարույթ 28099-ով։ Մերժվել է 5084 քրեական գործ։ 5084 գործ եղել է բլդ։ Հետաքրքիր է։ Նախորդ տարվա համեմատ, այս նույն ժամանակահատվածը, աճել է հաղորդումների քանակը 14.7%-ով, այսինքն 22033 հաղորդում ավել է եղել 2023 թվականի նկատմամբ, այսինքն դուք հələ աճը նայեք հանցագործությունների։ Մեկ քննիչին այսօրվա դրությամբ հասնում է 268 քրեական գործ։ Մի քննիչի վզին դրված է 268 քրեական գործ։ 0 այդ քննիչի օգգն։ Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է վնաս պարզված հանցագործություններից 12 միլիարդ 941 միլիոն 777 հազար դրամի։ Վերականգնվել է պատճառված վնասից 4 միլիարդ 892 հազար 892 միլիոն 108 հազար, այսինքն 37.8%-ը։ Պետությանը պատճառված վնասից, որ արդեն մենք գիտենք ով է վնաս տվողը, վերականգնվել է 38%-ը, դաժե 50%-ը հալալ կեսը ի վիճակի չեն եղել վերականգնելու, բայց քննիչ աշխատավարձը 1 միլիոն է։ Ուրեմն համայնքային վնասը 6.7%-ն է վերականգնվել։ Ֆիզիկական անձանց պատճառված վնասից 20.2%-ն է վերականգնվել։
1030 գործերից 32-ն է ավարտվել մեղադրական եզրակացությամբ, մնացածը փոխույթ։ Կոռուպցիայի հանձնաժողով գույքային վնաս եւ այլն 7 միլիարդ 466 միլիոն 326 հազար դրամ, որից վերականգնվել է 675 միլիոնը, այսինքն 9%-ը։ Դուք տենում եք պետական մարմնի աշխատանքի ցածր արդյունավետություն։ Դաժե 50% գույություն չունի, 9%, 7%, 32%, 24%, ցուցանիշները նայեք։ Քրչական կոմիտեի ղեկավար Արգիշ Քարամյան, Նիկոլ Փաշինյանի կադր։ Դրա համար էլ դուք իմ կաբինետի, հեռախոս կաբինետի, հեռախոսի դռները ճանգռում եք, ասում եք հաղորդում ենք տվել, ընթացք չկա, էս ենք տվել, ընթացք չկա։ Վարդան Ղուկասյան մեծ եղի, որտեղից տերել է Վարդան Ղուկասյան։ Ձեր ընտրած իշխանությունն է։ Հիմա անցնեմ շատ կարևոր հայտարարության Միացյալ Նահանգներում բնակվողների համար։ Ես չգիտեմ, իրոք իմ համար մութ մնաց, երեք իմ ամերիկյան հեռախոսահամարի վրա զանգահարել են Միացյալ Նահանգների զինված ուժերի մի ներկայացուցիչ, նախ ծանոթացանք, ես զարմացա զանգի նպատակը, խոսում էինք ռուսերեն լեզվով, ծանոթացանք, շատ պարզ ասեց, որ իրանք տեղեկացված են իմ մասին, իմ մոտեցումների մասին, իմ բոլորին բանակ տանելու մտահղացումների մասին, Վազգեն Սարգսյան 2, եւ խնդրեցին իմ միջոցով Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին լուսաբանել հետեւյալ արտոնությունները եւ օրենքը, որով որ ծառայության են հրավիրում Միացյալ Նահանգներում ապրող green card քաղաքացիություն կամ կարգավիճակ ինտերվյու անցած անձանց 18-ից 42 տարեկան։ Ես ուղղակի զարմացած եմ, ես քանի որ մենք գիտենք ձեր լսարանը բավականին մեծ է, օգնեք ձեր հայրենակիցներին ծառայության անցնել Միացյալ Նահանգների զինված ուժերում։ Մտքից մեջ ասիա Հայաստան արդեն սաղին տանանք պրծանք, հիմա Միացյալ Նահանգներ։ Չնայած լսելով են արտոնությունները, որը որ տրվելու են Միացյալ Նահանգների զինված ուժերում ծառայող քաղաքացիներին կամ անձանց բավականին մեծ է եւ որը ես ուզում եմ հիմա լուսաբանեմ, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր ունեն green card, ովքեր ունեն ամերիկյան անձնագիր, ովքեր անցել են ինտերվյուն պլանի տերև կտրելու, քախան անելու, սանտեխնիկություն անելու, Uber քշելու փոխարեն գան եւ ծառայեն Միացյալ Նահանգների բանակում։ Հետո ձեր այդ փորձը վաղը մյուսօր օգտակար կլինի նաեւ, ես հեռուն եմ նայում իմ երկրի Հայաստանի Հանրապետության համար, վաղը մյուսօր չես կարող ասել ինչպիսի ինչ իրավիճակ է կլինի եւ այն մարդիկ ովքեր ունեն փորձ օգտակար կլինեն իրենց երկրի համար։ Եվ այսպես խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր բնակվում են Միացյալ Նահանգների տարածքում, ունեն green card, ամերիկյան անձնագիր կամ հաջողությամբ անցել են հարցազրույցը եւ ստացել են, այսպես ասած, ստատուս քաղաքական ապաստան։ Եթե դուք ստացել եք քաղաքական ապաստան, ապա բանակի հետ պայմանագիր կապելու դեպքում անմիջապես ստանում եք green card։ Դրա հետ կապված միջնորդում է բանակը։ Ես հեսա վերջում կտամ հեռախոսահամար, հասցե, դիմեք եւ այլն։ Այնպես որ ուշադիր լսեք։ Ովքեր ունեն green card, ստանալու են անձնագիր նորից անմիջապես, իսկ ովքեր որ ամուսնացած են 6 ամիս անց Ամերիկայի քաղաքացիություն ստանում ընտանիքի ողջ կազմը։ Բանակ են հրավիրվում 17-ից 42 տարեկան անձինք։ Բուժ հետազոտությունները, այսինքն սոցփաթեթը ամբողջովին անվճար։ 150 մասնագիտություն մեր Ամերիկայի քաղաքացիները կամ մեր Ամերիկայում ապրող հայերը կարող են 150 մասնագիտություն սովորել բանակում։
ուսումը ավարտելուց այդ 1 ամիս, 2, 3 ամիս, 4 նայած ինչ մասնագիտություն եք դուք ընտրում, ուսումը ավարտելուց անմիջապես հետո Ամերիկայի կառավարությունը ձեր հաշվի վրա է փոխանցում 35,000-ից մինչև 40,000 դոլար գումար միանվագ։ Ամուսնացածները, ներողություն, չամուսնացածները հնարավորություն ունեն ապրելու կազարմայում, բայց ինքը կազարմա չի, մեր լեզվով կազարմա աշխատասենյակի, հյուրանոցի սենյակի նման տեղեր են, դուք հնարավորություն եք ունենում ապրել զորամասի տարածքում, ստանալ անվճար սնունդ, սնվել, համազգեստ, ուսման վարձեր եւ զեղչեր։ Ամուսնացածները կստանան բնակարանային զեղչեր, եթե ունեք վարկեր, կրեդիտներ եւ այլն, տոկոսները իջնում է 70-80% անգամ։ Ուրեմն կոնտրակտը պետք է կապվի Ամերիկայի զինված ուժերի հետ մինիմում 4 տարով։ Դальше աշխատավարձի չափը շարքային, ամենահասարակ շարքայինի աշխատավարձը կազմելու է 4,000 դոլար ամսական, պլյուս անվճար բուժօգնություն, մեդիկեր եւ իր համար եւ իր ընտանիքի անդամների համար, անվճար սնունդ եւ հագուստ, բանկային կրեդիտ պատմությունների ձեռք բերելու մեծ հնարավորություն, ինչպես նաեւ ցածր տոկոսադրույքներ։ Իսկ սերժանտները Ե4, Ե6, ավագ սերժանտ, կրտսեր սերժանտ աշխատավարձի չափը կարող է հասնել մինչև 9,800 դոլարի։ Եվ սրա հետ մեկտեղ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը ավելանալու է 5%-ով։ Սա եզակի հնարավորություն է այն անձանց համար, նամանավանդ 17-18 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են սովորել քոլեջներում, ուսումնական հաստատություններում, սակայն դրա համար չունեն գումար, պիտի ուսանողական կրեդիտ վերցնեն, તો ամբողջ կյանքը բանկերին փակվեն, բարձր տոկոսներով կամ գումար չունենալու պատճառով չսովորեն, հարգելիներս, դուք, սիրելի երեխաներ, սիրելի չափահասներ, ծառայելով 2-ից 4 տարի ամերիկյան բանակում, դուք հնարավորություն եք ունենում անվճար սովորել ձեր ցանկացած բուհում։ Գումարած դրան ուսանողները ծառայում են 2 տարի, դրանից հետո ուսումը անվճար։ Հիմա կառաջանա հարց, մեզ կվեկալեն կուղարկեն Իրաք, Աֆղանստան, Սիրիա, Ուկրաինա եւ այլն։ Ոչ, չկա նման բան։ Առանց ձեր ցանկության, առանց զինծառայողի ցանկության ոչ մեկի չեն ուղարկելու Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Միացյալ Նահանգների սահմանների դուրս կարող են գնալ միայն այն դեպքում, երբ որ տվյալ անձը ունի դրա ցանկությունը ավել աշխատավարձ ստանալու, տվյալ անձը զինծառայողը պետք է հանձնի քննություն, մարտական պատրաստակամություն եւ քննությունը բավարար հանձնելուց հետո միայն իր ցանկությամբ միայն զինծառայողը գործուղվելու է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ինչ-որ X կետի վրա, X երկրում իրականացնելու ծառայություն հանուն Միացյալ Նահանգների շահերի։ Այն անձինք, այն անձանց, այն քաղաքացիներին, ում հետաքրքրեց այս առաջարկը, ովքեր կրկնում եմ, անցել են ինտերվյուն եւ ունեն ստատուս, այն անձինք, ովքեր ունեն green card եւ այն անձինք, ովքեր ունեն ամերիկյան քաղաքացիություն։ Միայն այս կոնտինգենտը կարող է դիմել ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի, հետեւյալ հասցեով Կալիֆոռնիա, Տարզանա, Վենտուրա Բուլվար 18801 հասցեով գալիս եք, ներկայանում եք, ասում եք, ուզում եք Եվգենի անունով մարդկա նստած ենտեղ, Եվգենի, ասում եք, մենք լսել ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, ռուսերենով բնականաբար կամ անգլերենով, եկել ենք հայտարարության հետքերով, կամ կարող եք զանգահարել +1 818 588
76 29 նորից եմ կրկնում +1 818 588 76 29 հեռախոսահամարով նորից տալիս եք իմ անուն ազգանունը, որ դուք լսել եք ինձանից, դիտելով մեր հաղորդումը եւ հետաքրքրված եք, ցանկանում եք ծառայել Միացյալ Նահանգների բանակում։ Ձեզ հաճույքով կհրավիրեն, կբացատրեն, ավելի մանրամասն կտեղեկացնեն։ Իհարկե այստեղ էլ պետք է անցնեք բուժ հանձնաժողով, եւ եթե ձեր առողջությունը ներում է, ձեզ հետ կապվում է պայմանագիր մինիմում 2 տարի, 3, 4 եւ այլն, ըստ ձեր ցանկության, եւ դուք անցնում եք ծառայության Միացյալ Նահանգների բանակ, դրանով իսկ ստանալով, եթե ունեք կարգավիճակ green card, որից հետո անմիջապես քաղաքացիություն, եթե ունեք green card, ապա անմիջապես քաղաքացիություն։ Իսկ ձեր ընտանիքի անդամները 6 ամիս հետո բոլորը միասին ստանում են այդքան բաղձալի ձեզ համար Միացյալ Նահանգների անձնագիր։ Իմ կարծիքով սա ավելի ճիշտ որոշում է, քան տաքսի քշել, քան պլանի տերև կտրել, քան սանտեխնիկություն անել, քան եւ նմանատիպ այլ աշխատանքներ։ 17-ից մինչև 42 տարեկան կանայք եւ տղամարդիկ կարող են օգտվել այս հիանալի հնարավորությունից։ Գումարած դրան 4 տարի ծառայելով բանակում, 4 կամ 2 հաստատ չեմ հիշում, դուք հնարավորություն ունեք հեշտությամբ աշխատանքի ընդունվելու ոստիկանությունում։ Ցանկացած դա կլինի Կալիֆոռնիայի պոլիսը, դա կլինի Նևադա, թե Նյու Յորք, նշանակություն չունի, ձեզ ձեռների վրա կընդունի տեղի ոստիկանությունը։ Ես ուզում եմ, որ Հայաստանի բանակից փախածները գոնե այստեղ գնան բանակ, տիրապետեն զենքին, տիրապետեն մարտական արվեստին եւ ինչ որ մի ձև օգուտ բերեն եւ այս երկրին եւ վաղը մյուսը չես կարող ասել ինչ կլինի Հայաստանի Հանրապետությանը, վերջիվերջո այդ պլանի Uber-ի եւ այլ նմանատիպ սև գործը դադարեցնեն, ինչ որ մի բանի կարող է վաղը մյուսը հանձնեն, մեթացնեն։ Նախ ուզում եմ նաեւ ասեմ, որ շատ մեծ պահանջարկ ունեն այլ մարդիկ, որոնք ունեն բակալավրի դիպլոմ, գոնե բակալավր։ Նման մարդիկ չեն դառնում շարքային, նման մարդիկ դառնում են մլադշի սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, նամանավանդ լեզվի դիմացությամբ եւ ձեր աշխատավարձը կարող է հասնել մինչեւ $10,000 ամսեկան։ Սա եզակի հնարավորություն է, ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, մի փոքր ավելի բարեկեցիկ կյանքի անցնեն։ Ահա այսպեսին է բանակը։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այս պայդրությամբ նման բյուջե եւ ցանկություն բանակ սարքելու, բայց ես ուզում եմ վստահեցնեմ իմ ընտրողներին, որ դժվար չէ ունենալ նման բանակ։ Դժվար չի։ Թող մենք չտանք մեր պայմանագրային զինծառայողին $4,000 աշխատավարձ, տանք $1,000 աշխատավարձ։ Տանք ամբողջական սոցփաթեթ, ոչ թե 120-130 հազար դրամ աշխատավարձ։ Եթե գրզոյի նման բոզի տղեկը, եթե Գազպրոմ, Հեց, Վիոլաջուր, Պղնձամոլիբդենային կոմբինատ եւ այլ ահա նման գիգանտները չթալանեն Հայաստանի Հանրապետությունը։ Ընդամենը ցանկություն է պետք փակել կոռուպցիայի վինտիլը։ Թող ներկայիս թալանի 5-10%-ը թալանեն։ Ես չեմ ասում, որ հնարավոր է 100% փակել, բայց գոնե եթե ես 90%-ով ես դա կփակեմ, 90%-ով ես այդ վինտիլը փակեմ, կփոխվի բոլոր պետական ծառայողների կյանքը։ Կփոխվի ուսուցչի, բուժաշխատողի, բանվորի, թոշակառուի կյանքը 180 աստիճանով, հավատացեք, ժողովուրդ կփոխվի։ Երբ որ այս հսկայական թալանը չգնա Ղարաբաղյան կլան, կրզոյական կլան, չգիտեմ խերական կլան, պրոստը փակվի այդ վինտը։ Եվ իրոք Հայաստանի Հանրապետությունում սկսվի գույքի պետականացման գործողություն։
Այսքան ասում են դատախազությունը գույքը խլեց, ուրա, մենք չենք տենում, մենք դրա հետագան չենք տեսնում։ Եվ ստեղ Վարդան Ղուկասյանը դա չի կարող անել մենակով։ Որովհետեւ Վարդան Ղուկասյանը այս ամենանի ինձ անհրաժեշտ է գալու ձեր օգնությունը ընտրության ժամանակ գալ կանգնել ընտրատեղամասում որպես վստահված անձ։ Թեկուզ եւ անվճար, բայց ես կփորձեմ ձեզ գոհացնել, չթողնել անոթի անջուր առանց բուդերբրոդ։ Էդ էլ կփորձեմ լուծել։ Ես ուզում եմ, որ ձեր մեջ արտնանա նման երկիր ունենալու ցանկությունը։ Եվ դրա համար ընդհանրապես ասեմ գալ, կանգնել, վստահված անձ, տեր կանգնել յուրաքանչյուր ձայնի։ Դրա համար պետք է հաշվառվել 041 65 50 40 հեռախոսամարի WhatsApp-ով։ Նորից եմ կրկնում 041 65 50 40 հեռախոսամարի WhatsApp-ով։ 2021-22 թվին ժողովուրդը ալտերնատիվա չուներ։ Մի կողմը Նիկոլա վազգենակավորական բոզի տղեկի հավաքածուներ, մյուս կողմը ռոբասերժական։ Հիմա դուք ունեք ալտերնատիվ։ Ամերիկացիք, որ ամերիկացիք են, ես ինքս անակնկալ եմ եկել։ Զանգահարում են Վարդան Ղուկասյանին Ամերիկայի վայնկամատը։ Ասում է, ասա թողան ծառայեն, մենք տենում ենք քո մեջ, ասում է, как вы относитесь к армии? Ասում, откуда вы знаете мое отношение? Որտեղ դուք գիտեք վերաբերմունքը բանակի նկատմամբ, դա ասում է Միսթր Ղուկասյան, գիտենք։ Եվ տենալով ձեր մեջ այդ բանակի նկատմամբ, որտեղ բանակն է երկրի սյունը, վերաբերմունքը ասեք ձեր հայերին, որոնք որ եկե մտել են մեր երկիր, դու համյանց համար լավ համեր։ Մենք պատկերացնում ենք, թե դուք ինչ բանակ կունենաք, երբ որ դուք լինեք Հայաստանում։ Это կուլտուրական ժողովուրդ։ Ամերիկացիք դաժե այդքան բան արդեն հասկացան, այս 5 տարվա մեջ։ Բայց Հայաստանի Հանրապետության մի շարք տուփոյ անողնաշար ժողովուրդ այդպես է չհասկացան։ Իսկ ձեր անունից թողան, մենք կընդունենք, սիրով կբացատրենք։ Հասկացեք, հարգելի ժողովուրդ, հասկացեք։ Կամ դառնում եք գնչու, ստորացված, բոշա, լղլղչի, անհայրենի կամ բան, կամ երկիր եք դառնում։ Որոշեք։ Եվ երկիր դարձնողը հիմա ուզեք թե չուզեք, սիրեք թե չսիրեք, ես կապուր տվող մարդն է։ Իր թմով։ Սրբեր չկան, ես էլ սուրբ չեմ։ Սուրբ մարդ չկա։ Դաժե Հիսուս Քրիստոսը սուրբ չէր։ Մտածեք գլուխներդ բարձին դնելով։ Այսօր այսքանը։ Բարի գիշեր։